Երբ զգացել եք ձեզ անտեսանելի, ձեր իսկ տանը։ Այսօր դուք կհանդիպեք մի կնոջ, ով դավաճանվեց բոլորի աչքի առաջ տարիներ շարունակ լռության մատնվեց։ Բայց այդ գիշեր, նրա ներսում ինչ-որ բան վերջապես արթնացավ։ Եվ ես ձեզ հրավիրում եմ մնալ մինչ վերջ, որովհետև այս պատմությունը վերացնվելու մասին է այնտեղ, որտեղ բոլորն ակնկալում էին, որ նա կխորտակվի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Մարտիրոսյանների առանձնատունը վեր էր Խոյանում Արաբկիր թաղամասում, Երանում, իր 3 հարկանի բաց մարմարով, հանրաճանաչ լանդշաֆտային դիզայներների կողմից նախագծված այգիներով, ճարտարապետական երկաթե դարպասներով, որոնք այդ շքեղության աշխարհն անջատում էին քաղաքի մնացած մասից։ Ուրբաթ երեկո էր, ապրիլի վերջ, գլխավոր սրահը փայլում էր բյուրեղապակյա ջահերով, որոնք ոսկեգույն լույս էին արտացոլում տասնյակ հյուրերի վրա, ովքեր շրջում էին սպիտակ վարդերի դեկորացիաներով սեղանների շուրջ, ֆրանսիական շամպայն էր մատուցվում բաժակներով, որոնք շատ հայ ընտանիքների ամսական աշխատավարձից ավելի թանկ էին։ Ելենա Մարտիրոսյանը դիտում էր այդ ամենը սրահից, ծանոթության հեռավորության խառնուրդով։ 38 տարեկանում նա ճանաչում էր այդ առանձնատան յուրաքանչյուր անկյունը, պատերին կախված յուրաքանչյուր նկար, միջանցքները զարդարող յուրաքանչյուր հնաոճ կահույք։ Բայց այդ գիշեր, գրելով կրեմագույն մետաքսե զգեստ, որը ինքն էր ընտրել հենց այն պատճառով, որ այն աննկատ էր, ուշադրություն չէր գրավում, թույլ էր տալիս նրան գրեթե աննկատ անցնել շքեղության ցուցադրականության մեջտեղում, Ելենան զգում էր, որ ինչ-որ բան այլ է։ Օդում լարվածություն կար, որը նա չէր կարողանում նույնականացնել, մի անտեսանելի ծանրություն, որը սեղմում էր նրա կուրծքը, ստիպում սրտին մի փոքր ավելի արագ բաբախել, քան սովորաբար։ Խնջույքը նշում էր ընտանիքի պատրիարք Սեբաստիան Մարտիրոսյանի 75-ամյակը, մի մարդու, ով կայսրություն էր կառուցել անշարժ գույքի ոլորտում, հավասարապես հարգված ու վախեցած էր բոլորի կողմից, ովքեր նրան ճանաչում էին։ Ելենան ամուսնացած էր Ռոդրիգոյի, Սեբաստիանի ավագ որդու հետ, 12 տարի շարունակ կատարել էր կատարյալ կնոջ, անթերի տանտիրուհու նվիրված հարսի դերը։ 12 տարի ընթրիքներ կազմակերպելով, կարևոր հաճախորդներ ընդունելով, սոցիալական լուսանկարիչներին ժպտալով, տունը յուղված մեքենայի պես աշխատեցնելով, միշտ կուլիսներում, միշտ աննկատ, միշտ ստվերում։ Ռոդրիգո Մարտիրոսյանն ամբողջովին հակառակն էր իր կնոջը։ Բարձրահասակ, միշտ կատարելապես սանրված սմազերով, գայթակղիչ ժպիտով, ինքնավստահությամբ, որը սահմանակից էր ամբարտավանությանը, նա շրջում էր սրահում, կարծես պոդիումում քայլերով։ 42 տարեկանում Ռոդրիգոն ընտանեկան ընկերության փոխնախագահն էր, բոլորը գիտեին, որ ընդամենը ժամանակի հարց է, թե երբ նա ամբողջությամբ կստանձնի բիզնեսի ղեկը։ Նա խարիզմատիկ էր, ճշգրիտ գիտեր, թե ինչ ասել յուրաքանչյուր մարդուն, ինչպես կատակներ անել, որոնք ծիծաղ էին առաջացնում, ինչպես շողոքորթել ճիշտ էգոները ճիշտ ժամանակին։ Եվ այդ գիշեր նա հատկապես շողշողուն էր, աշխույժ ժեստեր անելով, երբ խոսում էր գործարարների մի խմբի հետ բարի մոտ։ Ելենան վերցրեց գազավորված ջրի բաժակը սրահում շրջող սկուտեղներից մեկից։ Նա նման միջոցառումներին ալկոհոլ չէր խմում, քանի որ պետք է մտքերը պարզ պահեր, պետք է ուշադիր լիներ ամենափոքր մանրամասներին, ապահովեր, որ ամեն ինչ կատարելապես ընթանա։ Դա նրա անտեսանելի աշխատանքն էր, այն դերը, որը ոչ ոք չէր ճանաչում, բայց որը բոլորն ակնկալում էին, որ նա անթերի կկատարի։ Նա շուրջը նայեց, փնտրելով տնային տնտեսուհուն, հաստատելու համար, որ ընթրիքը կմատուցվի պլանավորված ժամին, երբ նրա աչքերը հանդիպեցին մի տեսարանի, որը ստիպեց նրա ստամոքսը շրջվել։ Ռոդրիգոն մի կնոջ կողքին էր, ում Ելենան անմիջապես ճանաչեց։ Ջուլիա Հարությունյան, 32 տարեկան, կորպորատիվ փաստաբան, անթերի սանրված կարմիր մազերը ալիքներով թափվում էին մերկ ուսերին, ամուր կարմիր զգեստ, որը կարծես նկարված լիներ նրա մարմնի վրա, շատ բարձր կրունկներ, մի ժպիտ, որը Ելենան կարող էր նկարագրել միայն որպես գիշատիչ։ Ջուլիան ընկերության իրավաբանական բաժնում աշխատում էր 3 տարի, Ելենան միշտ զգացել էր, որ ինչ-որ բան այն չէր, թե ինչպես էր այդ կինը նայում Ռոդրիգոյին, թե ինչպես էր պատճառներ գտնում ընտանեկան հանդիպումներին, գործնական ընթրիքներին, սոցիալական միջոցառումներին հայտնվելու համար։ Բայց Ջուլիային այնտեղ, այդ խնջույքին տեսնելը, Մարտիրոսյանների առանձնատուն մտնելը որպես հյուր, սրահում շրջելը, կարծես տանը լիներ, բոլորովին այլ բան էր։ Եվ այն, ինչ ավելի ցավոտ էր դարձնում ամեն ինչ, այն էր, թե ինչպես էր Ռոդրիգոն իրեն պահում նրա կողքին։ Նա շատ բարձր էր ծիծաղում, դիպչում էր նրա ձեռքին այնպիսի մտերմությամբ, որն անհնար էր անտեսել, կռվում էր, ինչ-որ բան շշնջալու նրա ականջին, մինչդեռ նա ժպտում էր այդ համաձայնության օդով, որը Ելենային ստիպեց զգալ, կարծես հարվածել էին ստամոքսին։
Մորաքույր Բեատրիսը հայտնվեց Ելենայի կողքին, 60-ից մի փոքր ավելի տարիքի կին, գլխին կապված նրբագեղ մոխրագույն մազերով, մուգ կապույտ զգեստով մի հայացքով, որը ոչինչ չէր կորցնում շուրջը կատարվողից։ Բեատրիսը Սեբաստիանի քույրն էր, ընտանիքի միակ անձը, ով միշտ վերաբերվել էր Ելենային իսկական սիրով հարգանքով։ Մորաքույր Բեատրիս, շշնջաց Ելենան, աչքերը չկտրելով Ռոդրիգոյից Ջուլիայից, դուք գիտեիք, որ նա այսօր այստեղ կլինի։ Բեատրիսը հետեց իր հարսի հայացքին, նրա դեմքն աննկատորեն կարծրացավ։ 3 գիշեր իմացա։ Քո սկեսրայրը թույլատրել էր Ռոդրիգոյին հրավիրել ընկերության որոշ աշխատակիցների։ Ըստ երույթին, նա ցուցակում էր։ Ելենան զգաց, թե ինչպես են եղունգները մխրճվում իր ափերի մեջ։ Տարիներ շարունակ նա կուլ էր տվել փոքր նվաստացումներ, նուրբ մեկնաբանություններ, խղճահար հայացքներ այլ կանանցից, ովքեր գիտեին կամ կասկածում էին Ռոդրիգոյի անհավատարմության մասին։ Բայց սա այլ էր։ Սա հրապարակային հայտարարություն էր, այնքան ակնհայտ անհարգալից վերաբերմունք, որ Ելենան դժվարությամբ էր հավատում, որ դա տեղի էր ունենում այնտեղ, իր տանը, ամբողջ ընտանիքի ամենամոտ ընկերների աչքի առաջ։ Շունչ քաշիր, սիրելիս, շշնջաց Բեատրիսը, նուրբ դիպչելով Ելենայի ձեռքին։ Մի տուր նրանց բավականություն, տեսնելու քեզ այստեղ կորցրած վերահսկողությունը։ Ելենան գլխով արեց, բայց նրա ձեռքերը դողում էին։ Նա բաժակը դրեց մոտակա սեղանին, քանի որ վախենում էր այն գցելուց։ Նա պետք է հեռանար այնտեղից, պետք էր օդ, պետք էր մի պահ, այդ անհեթեթ իրավիճակը մարսելու համար։ Բայց նախքան նա կհեռանար, Ջուլիան ուղիղ նայեց նրան սրահի մյուս կողմից։ Դա դիտավորյալ, հաշվարկված, գրեթե մարտահրավեր հայացք էր։ Եվ հետո Ելենայի սարսափին, Ջուլիան սկսեց քայլել դեպի նա, Ռոդրիգոն հետում էր նրան։ Ահա թե ով է այստեղ, ասաց Ջուլիան, ժպիտով, որը չէր հասնում աչքերին, կանգնելով Ելենայի դիմաց։ Երեկոյի տանտիրուհին։ Ելենա, չէ՞։ Ինչ հիանալի խնջույք։ Շնորհավորում եմ կազմակերպման համար։ Ջուլիայի ձայնի տոնի մեջ ինչ-որ բան կար, որը Ելենային սարսուռ պատճառեց։ Դա ճիշտ կոպիտ չէր, բայց կար չքողարկված հեգնանքի շերտ, գերազանցության ակնարկ, որը հստակ դարձրեց, որ Ջուլիան նրան հավասար չէր համարում, այլ մեկին, ում նա արդեն գերազանցել էր։ Շնորհակալություն, պատասխանեց Ելենան, ձայնը ամուր պահելով, թե զգում էր, թե ինչպես է սիրտը թակում կողոսկրերին։ Ռոդրիգոն մոտեցավ, ձեռքը դնելով Ջուլիայի մեջքին, մի ժեստով, որը չափազանց մտերիմ էր անմեղ լինելու համար։ Ելենա, ես պետք է խնդրեմ, որ դու խոհանոցում մի հարց լուծես։ Խոհարարը քեզ էր փնտրում։ Դա անհերքելի սուտ էր։ Ելենան գիտեր, քանի որ քիչ առաջ էր խոսել խոհարարի հետ։ Ռոդրիգոն փորձում էր հեռացնել նրան, հեռացնել ճանապարհից, որպեսզի կարողանար շարունակել իր շքերթը սիրուհու հետ, կնոջ անհարմար ներկայության բացակայությամբ։ Խոհանոցը վերահսկողության տակ է, ասաց Ելենան, ուղիղ նայելով ամուսնուն։ Այս պահին ոչինչ չի պահանջում իմ ուշադրությունը։ Ռոդրիգոյի ժպիտը վայրկյանի մի մասով տատանվեց, նախքան վերականգնվելը։ Դե, ուրեմն վայելիր խնջույքը։ Ջուլիան ու ես կողջունենք որոշ հաճախորդների։ Նրանք հեռացան, Ելենան զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Բեատրիսն ամուր բռնեց նրա ձեռքը։ Եկեք օդ շնչենք, սիրելիս։ Միայն 1 րոպեով։ Բայց մինչ նրանք կկարողանային շարժվել, մի մարդ հայտնվեց նրանց կողքին։ Ռաֆայել Մարտիրոսյանը 35 տարեկան էր, Ռոդրիգոյի հեռավոր զարմիկը, մի հորեղբոր որդին, ով տասնամյակներ առաջ տեղափոխվել էր երկրի հարավ։ Ռաֆայելը հազվադեպ էր հայտնվում ընտանեկան միջոցառումներին, ապրում էր Գյումրիում, որտեղ աշխատում էր որպես ճարտարապետ, Ելենան նրան դժվարությամբ էր ճանաչում։ Նա բարձրահասակ էր, լայն ուսերով, հանգիստ, բայց ամուր ներկայություն ուներ, ուշադիր շագանակագույն աչքեր, լուրջ արտահայտություն դեմքին։ Մորաքույր Բեատրիս, ողջունեց նա, գլխով անելով, ապա նայեց Ելենային։ Կներեք միջամտելու համար, բայց դուք լավ եք։ Կարծես ինչ-որ անհարմարություն է եղել։ Բեատրիսը արագ հայացք փոխանակեց Ելենայի հետ, նախքան պատասխանելը։ Մենք լավ ենք, Ռաֆայել։ Շնորհակալություն հարցնելու համար։ Ռաֆայելը համոզված չթվաց, բայց չպնդեց։ Նա պարզապես գլխով արեց հեռացավ, թե Ելենան նկատել էր, որ նա երկար դատապարտող հայացք էր նետել Ռոդրիգոյի Ջուլիայի ուղղությամբ, նախքան շրջվելը։ Ընթրիքը մատուցվեց ուղիղ երեկոյան 9 անց։
Սեղանները դրված էին եղած գլխավոր սրահում, Սեբաստյանը նստած էր կենտրոնական դիրքում, իր կնոջ Ավրորայի կողքին, 70 տարեկան նրբագեղ կին, ով հազվադեպ էր խոսում, բայց ամեն ինչ դիտում էր սուր աչքերով։ Ելենան պետք է նստած լիներ Ռոդրիգոյի կողքին, ինչպես միշտ լինում էր նման միջոցառումներին, բայց երբ նա հասավ իր աթոռին, պարզեց, որ Ջուլիան նստած է իր ամուսնու միջ։ Դա դիտավորյալ փոփոխություն էր տեղերի դասավորության մեջ, որը Ելենան անձամբ էր պլանավորել։ Ինչ-որ մեկը շարժել էր նույնականացման քարտերը։ Ելենան նայեց Ռոդրիգոյին, փնտրելով անհարմարության կամ ներողության որե նշան, բայց նա պարզապես ժպտաց քաշեց աթոռը Ջուլիայի համար, նստելու, ամբողջովին անտեսելով կնոջը։ Ելենան նստեց լուռ, զգալով Բեատրիսի ծանր հայացքը սեղանի մյուս կողմից։ Ռաֆայելը նույնպես դիտում էր տեսարանը, նրա դեմքի արտահայտությունից պարզ էր, որ նա լիովին հասկացել էր, թե ինչ էր կատարվում։ Ընթրիքն անցավ քաղաքավարի զրույցների ստիպողական ծիծաղի մշուշի մեջ։ Ելենան դժվարությամբ էր դիպչում ուտելիքին, պարզապես ուտելիքը շարժում էր ափսեի մեջ, մինչ լսում էր Ջուլիային, ով գերակշռում էր շուրջի զրույցին, մեկնաբանություններ անելով միջազգային ճանապարհորդությունների, աստղային ռեստորանների թանկարժեք գինիների մասին։ Կարծես նա տարածք էր նշում, բոլորին հստակ հասկացնելով, որ նա պարզապես սովորական հյուր չէր, այլ մեկը, ով պատկանում էր այդ աշխարհին, այդ ընտանիքին, այդ կյանքին։ Երբ աղանդերը մատուցվեցին, Սեբաստյանը վեր կացավ, կարճ ելույթ ունենալու, շնորհակալություն հայտնելով բոլորի ներկայության համար։ Նա խոսեց ընտանիքի, ավանդույթի ժառանգության մասին, Ելենան յուրաքանչյուր բառ զգաց որպես դաշույնի հարված։ Ինչ ընտանիք էր դա, որ թույլ էր տալիս նման իրավիճակ, ինչպիսին կատարվում էր հենց նրա քթի տակ։ Ինչ ավանդույթ էր դա, որն ավելի շատ արժորում էր արտաքին տեսքը, քան հարգանքն ու արժանապատվությունը։ Ելույթից հետո հյուրերը սկսեցին վեր կենալ կրկին շրջել սրահում։ Կենդանի ջազ բենդը սկսեց նվագել, որոշ զույգեր ուղղվեցին պարի համար նախատեսված հատված։ Ելենան արագ վեր կացավ, հուսահատորեն մենակ մնալու պահի կարիք ունենալով, բայց Ջուլիան ավելի արագ էր։ Ելենա, կանչեց նա, կարեկցության կեղծ տոնով, ինչ հետաքրքիր զգեստ եք ընտրել այսօրվա համար։ Հետաքրքիր։ Բառը կախված էր օդում, թույնով լի։ Դա գովասանք չէր, դա ակնհայտորեն քողարկված քննադատություն էր։ Պարզ է, բայց նրբագեղ, պատասխանեց Ելենան, պահպանելով հանգստությունը։ Պարզը լավ բառ է, համաձայնեց Ջուլիան, գլխից մինչ ոտքերը նայելով Ելենային, վատ քողարկված արամարանքով։ Թե ես անձամբ կարծում եմ, որ նման առիթներին ընկերության փոխնախագահի գինը պետք է մի փոքր ավելի շողա։ Ի վերջո, դուք ներկայացնում եք ընտանիքը, չէ՞։ Ելենան զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին։ Դա ոչ միայն չար մեկնաբանություն էր, այլ դիտավորյալ հրապարակային նվաստացում։ Մոտակա մի քանի հյուրեր դադարել էին խոսել, ակնհայտորեն ուշադրություն էին դարձնում բանավեճին։ Ես ներկայացնում եմ ինձ ինքս, ասաց Ելենան, այնպիսի ամրությամբ, որը զարմացրեց նրան։ Եվ ընտրում եմ հագնվել իմ սեփական ճաշակով, ոչ թե ուրիշի ակնկալիքները բավարարելու համար։ Ջուլիան չար ծիծաղեց։ Իհարկե, իհարկե։ Յուրաքանչյուրն իր ոճով է, չէ՞։ Որոշ կանայք նախընտրում են աննկատ մնալ։ Հենց այդ պահին Ջուլիան մեկ քայլ առաջ արեց, ակնհայտորեն Ելենային մոտենալու համար, բայց այնքան կտրուկ, որ նրա ձեռքում պահած կարմիր գինու բաժակը վտանգավոր կերպով թեքվեց։ Ելենան ամեն ինչ տեսավ դանդաղ շարժումով։ Մուգ կարմիր հեղուկը դուրս գալիս բաժակից, օդում թռչելով, իսկ հետո տարածվելով իր զգեստի կրեմագույն կտորի վրա, որպես բաց վերք։ Ամբողջ սրահը կարծես սառեց։ Զրույցները դադարեցին։ Երաժշտությունը շարունակում էր հնչել, բայց հեռու էր թվում, խլացված։ Ելենան նայեց ներք, տեսնելով, թե ինչպես է գինին տարածվում կտորի վրա, բծելով, փչացնելով, ոչնչացնելով։ Դա պարզապես զգեստ չէր։ Դա վերջին կաթիլն էր տարիների լուռ նվաստացման մեջ։ Ջուլիան ձեռքը բերեց բերանին, ցնցման թատերական ժեստով։ Օ, ինչ անհաջողակ եմ ես։ Շատ եմ ներողություն խնդրում, Ելենա։ Դա լիովին պատահական էր։ Բայց դա պատահական չէր եղել։ Ելենան տեսել էր շարժումը, նկատել էր դաստակի դիտավորյալ թեքումը, հաշվարկված անկյունը։ Դա դիտավորյալ էր եղել, կանխամտածված, դաժան։ Ռոդրիգոն արագ մոտեցավ, բայց ոչ թե կնոջը մխիթարելու համար։ Նա եկել էր Ջուլիային պաշտպանելու։ Դա դժբախտ պատահար էր, ասաց նա բավականաչափ բարձր, որպեսզի բոլորը լսեին։ Ջուլիան վատ մտադրություն չուներ։ Նման բաներ լինում են։
Ելենան անհավատալի հայացքով նայեց ամուսնուն։ Նա ստում էր։ Բոլորի աչքի առաջ նա ընտրում էր պաշտպանել իր սիրուհուն, կնոջ արժանապատվությունը պաշտպանելու փոխարեն։ Դա վերջնական հաստատումն էր այն ամենի, ինչ Ելենան կասկածել, վախեցել ամիսներ շարունակ փորձել էր հերքել։ Դա դժբախտ պատահար չէր, ասաց մի ամուր արական ձայն Ելենայի հետից։ Բոլորը շրջվեցին։ Ռաֆայել Մարտիրոսյանը կանգնած էր այնտեղ, դեմքին վրդովմունքի արտահայտությամբ։ Ես տեսա, թե ինչ է կատարվել։ Այդ տիկինը դիտավորյալ գինի լցրեց Ելենայի զգեստի վրա։ Ջուլիան շրջվեց դեպի Ռաֆայելը, աչքերը կայծակնած փայլելով։ Ինչպես եք համարձակվում ինձ նման բանում մեղադրել։ Ես արդեն ներողություն եմ խնդրել։ Դա դժբախտ պատահար էր։ Ոչ, դա այդպես չէր, պնդեց Ռաֆայելը, մեկ քայլ առաջ անելով։ Եվ բոլորն այստեղ դա գիտեն։ Ինչ ես չեմ հասկանում, այն է, թե ինչպես կարող է ինչ-որ մեկն այդքան համարձակություն ունենալ, դա անելու այն մարդու տանը, ում նվաստացնում է։ Սրահը շշուկներով պայթեց։ Հյուրերը սկսեցին հեռանալ կամ մոտենալ, բաժանվելով նրանց միջ, ովքեր ցանկանում էին տեսնել հակամարտությունը, նրանց, ովքեր նախընտրում էին ծածնել, թե ոչինչ չի կատարվում։ Բեատրիսը հայտնվեց Ելենայի կողքին, շալը գցելով իր հարսի ուսերին կայծակնային հայացք նետելով Ռոդրիգոյին։ Սա անհեթեթություն է, սկսեց Ռոդրիգոն, բայց Ռաֆայելը ընդհատեց նրան։ Անհեթեթությունն այն անհարգալից վերաբերմունքն է, որը ցուցաբերվում է այստեղ։ Սա Ելենայի տունն է, ինչպես քոնը, Ռոդրիգո։ Եվ եթե դու չես կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում հենց քո քթի տակ, ապա գուցե ժամանակն է, որ ինչ-որ մեկը մատնացույց անի։ Դու դրա հետ ոչ մի կապ չունես, Ռաֆայել, ասաց Ռոդրիգոն, ձայնը ցածր սպառնալից։ Առաջարկում եմ, որ դու հեռանաս թողնես ընտանիքին լուծել իր ներքին հարցերը։ Ընտանիք, Ռաֆայելը դառը ծիծաղեց։ Այս իրավիճակի ո՞ր մասն է կապված ընտանիքի հետ։ Մարդ, ով իր սիրուհուն բերում է նվաստացնելու իր կնոջը բոլորի աչքի առաջ, ոչինչ չի հասկանում այդ բառի իմաստից։ Ռաֆայելի խոսքերը որոտի պես արձագանքեցին սրահում։ Այժմ այլս հնարավոր չէր ձացնել, թաքցնել, արտաքին տեսքը պահպանել։ Ճշմարտությունն ասվել էր բարձրաձայն, հստակ աներկբա։ Ջուլիան նայեց Ռոդրիգոյին, ակնկալելով, որ նա կպաշտպանի իրեն, կհերքի մեղադրանքը, բայց Ռոդրիգոն գունատ էր, աչքերը նյարդայնորեն շարժվում էին հյուրերի միջ, ովքեր նրանց դիտում էին ցնցման հիվանդագին հետաքրքրասիրության խառնուրդով։ Բեատրիսն ամուր բռնեց Ելենայի ձեռքը։ Եկեք հեռանանք այստեղից, սիրելիս։ Դուք կարիք չունեք դա անցնելու։ Ելենան թույլ տվեց, որ մորաքույրը նրան դուրս տանի սրահից, Ռաֆայելը հետում էր նրանց, որպես լուռ պահապան։ Նրանք քայլեցին երկար միջանցքով, որը տանում էր դեպի գրադարան, հեռու աղմուկից, հեռու հայացքներից, հեռու այդ մղձավանջից։ Երբ դուռը փակվեց նրանց հետից, Ելենան վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Բեատրիսը գրկեց նրան, մինչ Ռաֆայելը քաղաքավարիորեն հեռացավ, անձնական կյանք տալու համար, բայց մնաց դրան մոտ, կարծես պահակություն աներ։ Երկար րոպեներ Ելենան պարզապես լացում էր, ազատելով տարիների ցավը, նվաստացումը, հարկադրված լռությունը։ Երբ վերջապես կարողացավ խոսել, նրա ձայնը խռպոտ էր։ Նա անարգեց ինձ իմ սեփական տանը, մորաքույր։ Բոլորի աչքի առաջ։ Ես գիտեմ, սիրելիս, շշնջաց Բեատրիսը, շոյելով Ելենայի մազերը։ Ես գիտեմ։ Եվ շատ ցավում եմ, որ հասել է այս կետին։ Ինչու, մորաքույր, Ելենան հեռացավ, հուսահատությամբ նայելով ավագ կնոջը։ Ինչու ես այդքան երկար դիմացի։ Ինչու թույլ տվեցի, որ հասնի այստեղ։ Բեատրիսը Ելենայի դեմքը բռնեց իր ձեռքերում։ Որովհետ դու ուժեղ ես։ Որովհետ դու հավատացիր ամուսնությանը, ընտանիքին, տրված խոստումներին։ Բայց ուժը չի նշանակում ընդունել ոչնչացումը, Ելենա։ Կա տարբերություն ուժեղ լինելու, գորգ լինելու միջ։ Ռաֆայելը դժկամորեն մոտեցավ։ Կներեք միջամտելու համար, բայց նա ճիշտ է։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, անընդունելի էր։ Եվ ավելին ասեմ, ոչ միայն Ջուլիայի պահվածքն էր սարսափելի։ Դա Ռոդրիգոյի համաձայնությունն էր, այն, թե ինչպես նա ընտրեց պաշտպանել նրան, քեզ փոխարեն։ Ելենան արցունքները սրբեց ձեռքի հետով։ Բոլորը գիտեին, չէ՞։ Բոլորը գիտեին սիրավեպի մասին, ոչ ոք ինձ ոչինչ չասաց։ Ոչ բոլորը գիտեին, ուղղեց Բեատրիսը։ Եվ նրանք, ովքեր կասկածում էին, հավանաբար քաջություն չունեին ասելու։
Ավելի հեշտ է ձացնել, թե չես տեսնում, քան առերեսվել ճշմարտության հետ։ Հենց այդ պահին գրադարանի դուռը կտրուկ բացվեց, Ռոդրիգոն մտավ, Ջուլիան անմիջապես հետում էր նրան։ Նրանց համարձակությունը, հետապնդելու Ելենային մինչ այնտեղ, նույնիսկ մի քանի րոպե խաղաղություն չտալու համար, ստիպեց Ռաֆայելին բնազդաբար մեկ քայլ առաջ անել, դիրքավորվելով նրանց Ելենայի միջ։ «Մենք պետք է խոսենք», ասաց Ռոդրիգոն, ամբողջովին անտեսելով Ռաֆայելին։ «Ելենա, դու անհարկի սկանդալ ես սարքում։ Ջուլիան արդեն ներողություն է խնդրել»։ Դա դժբախտ պատահար էր։ Դա դժբախտ պատահար չէր, կրկնեց Ելենան, բայց այժմ նրա ձայնը տարբեր էր։ Դա այլս Զոհի դողդոջուն ձայնը չէր։ Դա մեկի ամուր ձայնն էր, ով հասել էր սահմանին։ Եվ նույնիսկ եթե լիներ էլ, խնդիրը միայն զգեստի վրա գինին չէ, Ռոդրիգո։ Խնդիրն ամեն ինչն է։ Դա դու ես, որ քո սիրուհուն բերում ես մեր տուն։ Դա դու ես, որ անարգում ես ինձ ամբողջ ընտանիքի առաջ։ Դա դու ես, որ անամոթաբար ստում ես, պաշտպանելու նրան ինձ փոխարեն։ Ջուլիան մեկ քայլ առաջ արեց, աչքերը վատ թաքցրած զայրույթից փայլելով։ Ահա թե ով է, սրբուհին վերջապես գտավ իր ձայնը։ Ինչ նորություն։ Գիտեք, Ելենա, գուցե եթե դուք ավելի շատ ուշադրություն դարձնեիք ձեր ամուսնությանը, քան կատարյալ տանտիրուհի լինելու մոլուցքին, ձեր ամուսինը ստիպված չէր լինի ընկերություն փնտրել այլ տեղում։ Պատասխանեց Բեատրիսը, սառը ձայնով, որը Ելենան երբեք չէր լսել։ Երիտասարդուհի, խստորեն խորհուրդ եմ տալիս հեռանալ, նախքան մի բան ասելը, որի համար կզղջաք։ Դուք պատկերացում չունեք, թե ինչ խառնաշփոթի մեջ եք մտնում։ Ջուլիան բերանը բացեց պատասխանելու համար, բայց այդ պահին մի երիտասարդ մատուցող, 20 տարեկանից ոչ ավելի հայտնվեց գրադարանի դռան մոտ։ Նա գունատ էր, նյարդային, դողդոջուն ձեռքերում բջջային հեռախոս էր պահում։ «Կներեք ընդհատելու համար», ասաց նա, ձայնը կոտրվելով, բայց կա մի բան, որ դուք պետք է իմանաք։ Սրահի տեսարանը նկարահանվել է։ Մի քանի անկյուններից։ Եվ որոշ տեսանյութեր արդեն սկսել են շրջանառվել սոցիալական ցանցերում։ Հետաց լռությունը բացարձակ էր։ Ռոդրիգոն սպիտակեց։ Ջուլիան ձեռքը բերեց բերանին։ Ելենան, Բեատրիսը, Ռաֆայելը արագ հայացքներ փոխանակեցին։ Մատուցողը շարունակեց, ձայնը ուժեղանալով, երբ նա հասկացավ իր բերած տեղեկատվության կարևորությունը։ Կա նա ձայնագրություն։ Այն բաները, որոնք ասվել են։ Ամեն ինչ։ Եվ այն արագ է տարածվում։ Շատ արագ։ Արդեն մարդիկ մեկնաբանում են, կիսվում են, բամբասում։ Ընտանիքի անունը հիշատակվում է։ Ռաֆայելը մատուցողի ձեռքից վերցրեց բջջային հեռախոսը, նրա թույլտվությամբ նայեց էկրանին։ Նա մի քանի վայրկյան ոլորեց, կարդաց, դիտեց, ապա հետ վերադարձրեց սարքը։ Ճիշտ է։ Եվ մեկնաբանություններից հանրային կարծիքը ձեր կողմին չէ, ասաց նա, նայելով Ռոդրիգոյին Ջուլիային։ Ջուլիան խուճապահար շրջվեց դեպի Ռոդրիգոն։ Դու պետք է ինչ-որ բան անես։ Պետք է այդ տեսանյութերը հանես։ Սա ամեն ինչ կքանդի։ Հնարավոր չէ հանել, ամաչկոտ ասաց մատուցողը։ Արդեն հարյուրավոր անգամներ ներբեռնվել, վերատեղադրվել է։ Այդպես է աշխատում ինտերնետը։ Ռոդրիգոն ձեռքով անցկացրեց դեմքին, ամբարտավան ինքնավստահությունը, որը միշտ բնորոշել էր նրան, ամբողջությամբ անհետացել էր։ Անիծված է։ Անիծված է։ Սա չի կարող տեղի ունենալ։ Ելենան լուռ մնաց, մարսելով այդ նոր շրջադարձը։ Տարիներ շարունակ նա անտեսանելի էր եղել, անտեսված, թերագնահատված։ Եվ հիմա, հանկարծ, նրա նվաստացումը հրապարակային էր, բայց նրա հրապարակային անկումը։ Երկուսի էլ։ Սուտը այլս չէր կարող պահպանվել։ Բեատրիսը նուրբ դիպչեց Ելենայի ուսին։ Սիրելիս, ասա ինձ, ինչ ես կարծում այս պատմության մասին, ինչ ես կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Ելենան անմիջապես չպատասխանեց Բեատրիսի հարցին։ Նա շուրջը նայեց գրադարանին, այդ տարածքին, որը միշտ իր ապաստարանն էր եղել առանձնատան ներսում, իր մուգ փայտե դարակներով, որոնք լի էին գրքերով, որոնք երբեք ժամանակ չէր ունեցել կարդալու, կաշվե բազկաթոռներով, որտեղ նա պատկերացնում էր, որ մի օր հանգիստ կկարողանա նստել, բարձր պատուհաններով, որոնք դուրս էին գալիս լուսնի լույսով լուսավորված այգի։ 12 տարի նա այնտեղ էր թաքնվել ամեն անգամ, երբ խաղաղության պահի կարիք ուներ, ամեն անգամ, երբ կատարյալ կնոջ կյանքի պահանջները չափազանց ծանր էին դառնում։
Եվ հիմա նա կրկին այնտեղ էր, բայց այս անգամ ոչ թե որպես ժամանակավոր ապաստարան։ Նա այնտեղ էր, քանի որ արտաքսվել էր իր տան սեփական սրահից, հրապարակայնորեն նվաստացվել էր, ավելին, նրա ցավը վերածվել էր զվարճանքի հազարավոր մարդկանց համար, ովքեր հենց այդ պահին դիտում, մեկնաբանում դատում էին նրա կյանքը փոքր լուսավոր էկրանների միջոցով։ Ռոդրիգոն սկսեց քայլել գրադարանի մի կողմից մյուսը, ձեռքերով մազերը շոյելով նյարդային ժեստով, որը Ելենան լավ գիտեր։ Այդպես էր նա անում, երբ իրավիճակի վերահսկողությունը կորցնում էր։ Մենք պետք է վնասի վերահսկողություն անենք, շշնջաց նա ավելի շատ իրեն, քան մյուսներին։ Ես կզանգահարեմ ընկերության մամուլի ծառայությանը։ Նրանք կիմանան, թե ինչ անել։ Նրանք այլ պատմություն կստեղծեն, կբացատրեն, որ ամեն ինչ թյուրիմացություն էր։ Թյուրիմացություն, Ռաֆայելը ձեռքերը կրծքին ծալեց, նրա ձայնը անհավատալիությունից լի։ Ինչ մասն էր թյուրիմացություն, ճիշտ ասած։ Այն մասը, որ դուք ձեր սիրուհուն բերեցիք ընտանեկան խնջույքին, թե այն մասը, որ նա դիտավորյալ գինի լցրեց ձեր կնոջ վրա։ Լռիր, Ռաֆայել, շշնջաց Ռոդրիգոն, շրջվելով դեպի զարմիկը, աչքերը զայրույթից փայլելով։ Դու ոչինչ չես հասկանում իրավիճակից։ Դու հազվադեպ ես հայտնվում ընտանեկան միջոցառումներին, ապրում ես հարավում, ծածնելով, թե ավելի լավն ես, քան մենք բոլորս, հիմա որոշել ես հայտնվել այստեղ դատելու համար։ Ռաֆայելը չվախեցավ։ Ես քիչ եմ հայտնվում հենց այն պատճառով, որ չեմ կարողանում տանել այս ամբողջ կեղծավորությունը։ Այս կեղծ կատարելությունը, այս արտաքին տեսքի պահպանումը, մինչդեռ բոլորը ներսից ոչնչացնում են միմյանց։ Եվ գիտես, թե ինչն է ամենավատը, Ռոդրիգո։ Դու կարծում ես, որ խելացի ես, որ վերահսկում ես պատմությունը, բայց հենց նոր ապացուցեցիր, որ պարզապես մի վախկոտ ես, ով չի կարողանում նույնիսկ պաշտպանել իր սեփական կնոջը։ Ռոդրիգոն սպառնալից քայլ արեց դեպի Ռաֆայելը, բայց Բեատրիսը միջամտեց երկու տղամարդկանց մեջ։ Բավական է։ Երկուստ էլ։ Սա տղամարդկանց էգոների կռվի ժամանակը չէ։ Ելենան հենց նոր անցավ իր կյանքի ամենավատ գիշերը, դուք այստեղ ուժեր եք չափելու։ Ջուլիան, ով մինչ այդ լուռ էր մնացել պատին հենված, վերջապես խոսեց, նրա ձայնը պաշտպանողական ու մեղադրական տոն ուներ միաժամանակ։ Դուք բոլորդ այնպես եք գործում, կարծես ես լինեմ այս պատմության չարագործը։ Ես արդեն ներողություն եմ խնդրել գինու համար։ Դա դժբախտ պատահար էր։ Իսկ մնացածի վերաբերյալ, դե ես չեմ, ով պետք է դատվի այստեղ։ Եթե ամուսնությունը վատ է, ապա խնդիրներ կան երկու կողմերից էլ։ Ելենան նույնքան մեղավոր է, որքան Ռոդրիգոն, որ թույլ է տվել, որ ամեն ինչ հասնի այս կետին։ Ջուլիայի խոսքերը կախված էին օդում, որպես թույն։ Ելենան զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր ներսում, ինչ-որ բան, որը տարիներ շարունակ քնած էր եղել, թաղված հնազանդության լռության շերտերի տակ։ Նա դանդաղ վեր կացավ բազկաթոռից, որտեղ նստած էր, սենյակի բոլորը շրջվեցին, նայելու նրան։ Ինչ-որ տարբերություն կար նրա կեցվածքում, այն, թե ինչպես նա բարձրացրեց իր գզակը, նրա աչքերում հայտնված կոշտ փայլի մեջ։ Դու մի բանում ճիշտ ես, Ջուլիա, ասաց Ելենան սարսափելի հանգստությամբ։ Վատ ամուսնությունն ունի խնդիրներ երկու կողմերից էլ։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել։ Չափազանց հնազանդ էի։ Չափազանց շատ ընդունեցի։ Չափազանց շատ կուլ տվեցի։ Չափազանց շատ ձացրի։ Բայց գիտես, թե ինչն է տարբերությունը իմ սխալների ձեր սխալների մեջ։ Ես միշտ փորձել եմ շտկել այն, ինչ կոտրված էր։ Դուք որոշել եք ամբողջությամբ ոչնչացնել։ Ջուլիան արհամարհանքով ծիծաղեց։ Ինչ դրամատիկ ես դու, Ելենա։ Այդպես չի աշխատում աշխարհը։ Մարդիկ սիրահարվում են։ Ամուսնությունները ավարտվում են։ Դա կյանքն է։ Դա կյանքն է, կրկնեց Ելենան, մեկ քայլ անելով դեպի Ջուլիան։ Ուրեմն ես քեզ կասեմ, թե ինչպես է իսկական կյանքը։ Դու կարող ես ունենալ Ռոդրիգոին։ Կարող ես ունենալ նրա ամբողջ ուշադրությունը, էժան գովասանքները, թանկարժեք ընթրիքները, ուռճացված էգոն։ Բայց դու երբեք չես ունենա այն, ինչ ես կառուցել եմ այստեղ։ Դու երբեք չես ունենա 12 տարվա նվիրում, զոհաբերություն, հավատարմություն։ Դու երբեք չես ունենա այն հանգստությունը, որ գիտես, որ ամուր բան ես կառուցել, որովհետև այն ամենը, ինչ դու ունես նրա հետ, հիմնված է ստի դավաճանության անհարգալից վերաբերմունքի վրա։ Եվ մի օր, Ջուլիա, դու կլինես այս պատմության մյուս կողմում։ Որովհետև այն տղամարդիկ, ովքեր մեկ անգամ են դավաճանում, միշտ են դավաճանում։ Ջուլիայի դեմքը կարմրեց։
Ինչպես ես համարձակվում ինձ ասել, թե ինչ կլինի իմ ապագայում։ Դու ինձ չես ճանաչում։ Ոչինչ չգիտես մեր մասին։ Ես ավելին գիտեմ, քան դու պատկերացնում ես, պատասխանեց Ելենան, ձայնը ամուր պահելով։ Ես գիտեմ, որ դու քեզ խելացի ես համարում, քեզ ինձնից լավն ես համարում, քեզ ավելի հետաքրքիր, ավելի գեղեցիկ, ավելի ամեն ինչ։ Բայց խորքում, Ջուլիա, դու պարզապես մի հուսահատ կին ես, ով փորձում է գողանալ ուրիշի կյանքը, որովհետև չի կարողանում կառուցել իր սեփականը։ Ջուլիան առաջ շարժվեց դեպի Ելենան, բայց Ռաֆայելն ավելի արագ էր, դիրքավորվելով երկուսի մեջ։ Կարծում եմ, ավելի լավ է հեռանաք, ասաց նա, ուղիղ նայելով Ջուլիային։ Նախքան ամեն ինչ ավելի կվատանա։ Ջուլիան շրջվեց դեպի Ռոդրիգոն, ակնկալելով, որ նա կպաշտպանի իրեն, կանգնի իր կողքին, բայց Ռոդրիգոն ամբողջովին շփոթված էր, դեռ փորձելով մարսել այն աղետը, որի վերածվել էր գիշերը։ Ռոդրիգո, նա բարձր ձայնով կանչեց, դու թույլ կտաս, որ նրանք ինձ այսպես վերաբերվեն։ Ռոդրիգոն մի քանի անգամ բացեց-փակեց բերանը, նախքան խոսելը։ Ջուլիա, գուցե ավելի լավ է, որ դու գնաս։ Ես քեզ վաղը կզանգեմ։ Մենք պետք է թույլ տանք, որ ամեն ինչ հանդարտվի։ Դա վերջին կաթիլն էր Ջուլիայի համար։ Նրա աչքերը լայն բացվեցին ցնցումից զայրույթից։ Դուք ինձ հետ կատակում եք։ Այն ամենից հետո, ինչ մենք միասին անցանք, դուք ինձ դուրս եք շպրտում, պաշտպանելու ձեր հեղինակությունը, ձեր կեղծավոր ընտանիքը։ Խնդրում եմ, Ջուլիա, Ռոդրիգոն ասաց խղճուկ հայցով, մի դժվարացրեք դա ավելին, քան արդեն կա։ Ավելի դժվար, Ջուլիան դառը ծիծաղեց։ Դուք ինձ խոստացաք, որ կբաժանվեք։ Խոստացաք, որ մենք հրապարակայնորեն միասին կլինենք։ Եվ հիմա, խնդրի առաջին նշանի ժամանակ, դուք ինձ գայլերի եք նետում։ Բեատրիսը գլխով արեց անհավանության նշանով։ Քանի՞։ Կին է քեզնից առաջ լսել նույն խոստումները, աղջիկ։ Դու իսկապես կարծում էիր, որ հատուկ ես։ Բեատրիսի խոսքերի ճշմարտությունը Ջուլիային հարվածեց ապտակի պես։ Նա շուրջը նայեց սենյակին, դատող դեմքերին, կարծես վերջապես հասկացավ, որ պարտվել է։ Այլս ոչինչ չասելով, նա ուժգին փակեց գրադարանի դուռը, ձայնը արձագանքեց առանձնատան միջանցքներում։ Ռոդրիգոն երկար ու հոգնած հառաչեց, բայց նախքան նա որևէ բան ասելը, դուռը կրկին բացվեց։ Այս անգամ Սեբաստիան Մարտիրոսյանն էր մտնում, հետում Ավրորան։ Պատրիարքը 75 տարեկան էր, բայց դեռս վեհաշուկ տղամարդ էր, լայն ուսերով ուղիղ կեցվածքով։ Նրա սպիտակ մազերը կատարելապես հետ էին սանրված, սմոքինգն անթերի էր, բայց նրա աչքերում փոթորիկ կար, որը ստիպեց սենյակի բոլորին բնազդաբար հետ քաշվել։ Սեբաստիանը դանդաղ քայլեց մինչ գրադարանի կենտրոնը, նրա ծանր քայլերը պարսկական գորգի վրա։ Նա նայեց ներկա յուրաքանչյուրին, նրա հայացքը հատկապես մնաց Ռոդրիգոյի վրա, ով հանկարծ կարծես կրկին վախեցած տղա էր դարձել հոր իշխող կերպարի առաջ։ Ինչ-որ մեկը, ասաց Սեբաստիանը ձայնով, որը բարձր լինելու կարիք չուներ սարսափելի լինելու համար, կարող է ինձ բացատրել, թե ինչու է իմ ծննդյան խնջույքը, որը պետք է նշեր իմ ընտանիքը, իմ 75-ամյակը, վերածվել սարսափների կրկեսի, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր Երանի կեսին։ Ոչ ոք չպատասխանեց։ Լռությունն այնքան խիտ էր, որ Ելենան կարողանում էր լսել իր սրտի բաբախյունը։ Ավրորան մոտեցավ նրան, նուրբ դիպչեց նրա ուսին, լուռ մխիթարության ժեստով։ Սկեսուրը երբեք առանձնապես ջերմ չէր եղել, բայց այդ պահին երկու կանանց միջ լուռ համերաշխություն կար։ Ռոդրիգո, կանչեց Սեբաստիանը, աչքերը չկտրելով որդուց։ Արի այստեղ։ Ռոդրիգոն դժկամ քայլերով մոտեցավ հորը։ Հայր, ես կարող եմ բացատրել։ Ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից, բայց ես կլուծեմ դա։ Ես արդեն պլան ունեմ վնասը վերահսկելու համար։ Մամուլի ծառայությունը պատմություն կստեղծի, մենք կասենք, որ ամեն ինչ թյուրիմացություն էր հյուրերի միջ, կնվազեցնենք ազդեցությունը ընկերության ընտանիքի վրա։ Սեբաստիանը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով, Ռոդրիգոն անմիջապես դադարեց խոսել։ Դու իսկապես կարծում ես, որ ինձ հիմա մամուլի պատմությունն է հուզում։ Դու կարծում ես, որ իմ մտահոգությունն այն է, թե ինչ կասեն թերթերը վաղը։ Ռոդրիգոն շփոթված թարթեց աչքերը։ Այդպես չէ՞։ Ոչ, պատասխանեց Սեբաստիանը հիասթափության ձայնով։ Իմ մտահոգությունն այն է, որ ես մի որդի եմ մեծացրել, ով նվազագույն հարգանք չունի իր սեփական կնոջ նկատմամբ։
Մի որդի, ով համարձակություն ուներ իր սիրուհուն բերել իր բնակության տուն, ամբողջ ընտանիքի աչքի առաջ, իսկ հետո դեռ անամոթաբար ստեց, փորձելով պաշտպանել նրան, մինչ թույլ էր տալիս, որ Ելենան հրապարակայնորեն նվաստացվի։ Բայց հայր Ռոդրիգոն փորձեց առարկել. Ելենայի մեջ ամեն ինչ բարդ է եղել տարիներ շարունակ։ Ամուսնությունն ավարտվել է վաղուց։ Ես պարզապես փորձում էի առաջ շարժվել։ Սեբաստյանը այնքան կտրուկ քայլ արեց դեպի որդին, որ Ռոդրիգոն բնազդաբար հետ քաշվեց։ Առաջ շարժվել։ Դուք ուրիշի արժանապատվությունը ոչնչացնելը, ձեր սեփական քմահաճույքները բավարարելու համար, առաջ շարժվել եք համարում։ Ռոդրիգո, ես քեզ սովորեցրել եմ բիզնեսի, ռազմավարության, առաջնորդության մասին։ Բայց ակնհայտորեն ձախողել եմ քեզ բնավորության, պատվի, մարդկային վայելչության հիմունքները սովորեցնելու մեջ։ Պատրիարքի խոսքերը արձագանքեցին գրադարանում, Ելենան տեսավ մի բան, որը երբեք չէր տեսել նախկինում։ Ռոդրիգոն սկսեց լաց լինել։ Դրանք իսկական զղջման արդյունքներ չէին, այլ մի մարդու, ով վերջապես առերեսվում էր իր արարքների հետանքներին հասկանում, որ հեշտ ելք չկար։ Բեատրիսը մոտեցավ Սեբաստյանին, նուրբ դիպչելով եղբոր ձեռքին։ Բաստյան, գուցե պետք է այս զրույցը շարունակենք առանձին։ Կան բաներ, որոնք պետք է քննարկվեն, որոշվեն, բայց Ելենան արդեն բավականաչափ տառապել է մեկ գիշերվա համար։ Սեբաստյանը գլխով արեց, համաձայնվելով քրոջ հետ։ Դու ճիշտ ես։ Ելենա սիրելիս, շատ ցավում եմ այսօր այստեղ տեղի ունեցածի համար։ Դու ոչ մեկին արժանի չէիր։ Եվ ուզում եմ, որ իմանաս, որ ես միջոցներ կձեռնարկեմ ապահովելու համար, որ դու վերաբերվես այն հարգանքով, որին միշտ արժանի ես եղել, բայց երբեք չես ստացել։ Ելենան չգիտեր, թե ինչ ասել։ 12 տարի Սեբաստյանը հեռավոր կերպար էր եղել, մեկը, ում նա հարգում էր, բայց ով երբեք իսկապես չէր տեսել նրան։ Եվ հիմա, առաջին անգամ, նա զգում էր, որ տեսնում են, ճանաչում, վավերացնում։ Շնորհակալություն, պարոն Սեբաստյան, նա կարողացավ շշնջալ։ Դեռ մի շնորհակալվիր, ասաց նա թեթ տխուր ժպիտով։ Որովհետև այն, ինչ ես հիմա կանեմ, շատ բան կփոխի։ Մեզ բոլորիս համար։ Նա կրկին շրջվեց դեպի Ռոդրիգոն։ Դուք հեռացված եք ընկերությունում ձեր պարտականություններից մինչ հետագա հրամանը։ Ես չեմ ուզում, որ դուք մոտ լինեք գրասենյակին, չեմ ուզում, որ դուք որոշումներ կայացնեք, չեմ ուզում, որ դուք ներկայացնեք Մարտիրոսյանների ընտանիքը որևէ մասնագիտական կարողությամբ, մինչ այս սկանդալը լիովին չլուծվի, դուք չցուցադրեք, որ ինչ-որ բան եք սովորել այս խառնաշփոթից, որը ստեղծել եք։ Ռոդրիգոն սպիտակեց։ Հայր, դուք չեք կարող դա անել։ Ես փոխնախագահն եմ։ Ես պայմանագրեր ունեմ կնքելու, բանակցություններ են ընթանում, նախագծեր իմ պատասխանատվության տակ։ Ունեիր, ուղղեց Սեբաստյանը։ Հիմա ունես ժամանակավոր հեռացում շատ ժամանակ մտածելու քո ընտրությունների մասին։ Եվս մեկ բան։ Դու այսօր երեկոյան կլքես այս տունը։ Ոչ թե վաղը։ Ոչ թե հաջորդ շաբաթ։ Այսօր։ Ռոդրիգոն անհավատալիորեն գլխով արեց։ Բայց սա իմ տունն է։ Ես այստեղ եմ ապրում։ Ո՞ր եք ակնկալում, որ ես գնամ։ Սեբաստյանը ուսերը թոթվեց։ Դա քո խնդիրն է։ Երանում հյուրանոցներ կան։ Վարձակալության համար բնակարաններ կան։ Կգտնես։ Բայց այլս մեկ գիշեր չես անցկացնի այս տանիքի տակ, այն բանից հետո, ինչ արել ես։ Ավրորան, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց, նրա ձայնը մեղմ էր, բայց ամուր։ Քո հայրը ճիշտ է, Ռոդրիգո։ Դու պետք է հեռանաս։ Պետք է սովորես, որ արարքներն ունեն հետանքներ։ Բայց մայր Ռոդրիգոն դիմեց, հուսահատությամբ շրջվելով դեպի Ավրորան։ Ոչ, որդիս, նա ընդհատեց։ Մի փորձիր ինձ շահարկել։ Ես այնտեղ նստած էի ամբողջ ընթրիքի ընթացքում, տեսնելով, թե ինչ էր կատարվում։ Ես տեսա, թե ինչպես դու վերաբերվեցիր Ելենային։ Ես տեսա, թե ինչպես էր պահում իրեն այդ կինը։ Եվ ես ամաչեցի։ Ամաչեցի քեզանից, այն մարդուց, ում դու դարձել ես։ Մոր խոսքերը վերջին հարվածն էին։ Ռոդրիգոն սայթաքեց, կարծես ֆիզիկապես հարվածել էին նրան։ Ելենան դիտում էր ամեն ինչ, թեթացման, ցնցման ազատության տարօրինակ զգացումի խառնուրդով։ Այդքան տարիներ նա միակն էր, ով տանում էր ցավը, կուլ էր տալիս նվաստացումը, պահպանում լռությունը։ Եվ հիմա, վերջապես, ուրիշներն էին տեսնում, ճանաչում, դիրքորոշում։
Սեբաստյանը շրջվեց դեպի Ավրորան։ Սիրելիս, կկարողանաք Ելենային ուղեկցել սենյակ։ Նա պետք է հանգստանա։ Վաղը մենք շատ բան կունենանք խոսելու որոշելու, բայց այսօրն արդեն չափազանց ծանր էր։ Ավրորան գլխով արեց ձեռքը մեկնեց Ելենային։ Արի, աղջիկս։ Թողնենք տղամարդկանց լուծել մնացածը։ Ելենան նայեց Բեատրիսին, ով նրան քաջալերող ժպիտ տվեց, ապա Ռաֆայելին, ով գլխով արեց հավանության նշանով։ Նա բռնեց Ավրորայի ձեռքը, երկու կանայք միասին դուրս եկան գրադարանից, թողնելով տղամարդկանց այն փոթորիկը, որը դեռ հեռու էր ավարտվելուց։ Մինչ նրանք բարձրանում էին առանձնատան գլխավոր սանդուղքով, Ավրորան մեղմորեն խոսեց. Ելենա, կա մի բան, որ դու պետք է իմանաս։ Մի բան, որը շատ քիչ մարդիկ գիտեն, բայց որը տարբերություն կունենա առաջիկա օրերին։ Ելենան հետաքրքրությամբ մի փոքր անհանգստությամբ նայեց Սկեսուրին։ Ինչ է։ Ավրորան կանգ առավ սանդուղքի կեսին շրջվեց, նայելու նրան։ Այս տունը, այս առանձնատունը, որտեղ դու ապրում ես 12 տարի, Ռոդրիգոյի անունով չէ։ Երբեք չի եղել։ Ելենան շփոթված հոնքերը կնճռեց։ Ինչպես է դա հնարավոր։ Կարծում էի, որ դա ընտանեկան սեփականություն է, որը կանցներ նրան, երբ պարոն Սեբաստյանը թոշակի կանցներ։ Դա ընտանեկան սեփականություն է, հաստատեց Ավրորան։ Բայց այն գրանցվել է ձեր անունով, երբ դուք ամուսնացել եք։ Դա Սեբաստյանի հարսանեկան նվերն էր։ Նա ցանկանում էր ապահովել ձեր անվտանգությունը, պաշտպանությունը։ Այդ ժամանակ ես կասկածի տակ դրեցի որոշումը, կարծեցի, որ շտապողական է։ Բայց հիմա տեսնում եմ, որ իմ ամուսինը ավելի իմաստուն էր, քան ես պատկերացնում էի։ Ավրորայի խոսքերը մի քանի վայրկյան պահանջեցին մարսելու համար։ Երբ վերջապես հասկանալի դարձան Ելենային, նա ստիպված էր հենվել բազրիքին, որպեսզի հավասարակշռությունը չկորցներ։ Այս տունը իմն է։ Դա ձերն է, հաստատեց Ավրորան։ Իրավականորեն պաշտոնապես։ Եվ դա նշանակում է, որ վաղը, երբ այս ամբողջ փոշին մի փոքր նստի, դուք կարող որոշումներ կունենաք կայացնելու։ Որոշումներ ձեր ապագայի, ձեր ամուսնության ապագայի, այն մասին, թե ով է մտնում, ով է դուրս գալիս այս սեփականությունից։ Ելենան զգաց, թե ինչպես են արցունքները կրկին հոսում, բայց այս անգամ դրանք միայն ցավի արցունքներ չէին։ Դրանք ավելի բարդ բանի արցունքներ էին, դարաշրջանի ավարտի տխրության մեկ այլի սկզբի հույսի խառնուրդ։ Ես չգիտեի։ Այդ բոլոր տարիների ընթացքում ես պատկերացում անգամ չունեի։ Սեբաստյանը ցանկանում էր, որ այդպես լիներ, բացատրեց Ավրորան։ Նա ասաց, որ եթե դուք իմանայիք, կարող էիք ճնշված զգալ, կարող էիք կարծել, որ ինչ-որ բան պարտք եք փոխարենը։ Նա ցանկանում էր, որ դուք ձեզ տանը զգայիք պարզապես այն պատճառով, որ դա ձեր տունն էր, ոչ թե այն պատճառով, որ թղթեր կային, որոնք դա ասում էին։ Նրանք լուրջ շարունակեցին բարձրանալ սանդուղքով, մինչ հասան այն սենյակին, որը Ելենան կիսել էր Ռոդրիգոյի հետ 12 տարի։ Ավրորան բացեց դուռը, երկուսը ներս մտան։ Սենյակը մեծ էր, նրբագեղ, ճաշակով ձավորված բեժ սպիտակ երանգներով։ Թագավորական չափի մահճակալը կանոպեով, մետաքսե վարագույրները, լայն զգեստապահարանը, որտեղ խառնված էին նրա հագուստները։ Այնտեղ ամեն ինչ պատմում էր մի ամուսնության պատմությունը, որը գոյություն ուներ արտաքին տեսքով, բայց վաղուց մահացել էր իր էությամբ։ Ես Ռոզանային կուղարկեմ, որ գա օգնի ձեզ հանել այդ զգեստը, բերի ձեզ ինչ-որ բան ուտելու, ասաց Ավրորան։ Եվ եթե որե բանի կարիք ունենաք, իսկապես որե բանի, պարզապես կանչեք ինձ։ Ես կլինեմ հաջորդ սենյակում, Սեբաստյանի կողքին։ Շնորհակալություն, տիկին Ավրորա, ասաց Ելենան անկեղծորեն։ Ամեն ինչի համար։ Իմ կողքին լինելու համար, երբ ես ամենից շատ կարիք ունեի։ Ավրորան նուրբ դիպչեց Ելենայի դեմքին մայրական քնքշությամբ։ Դու միշտ լավ հարս ես եղել, Ելենա։ Նվիրված, հարգալից, աշխատասեր։ Ես պարզապես ցավում եմ, որ նախկինում չեմ նկատել, թե որքան ես տառապում լռության մեջ։ Բայց հիմա, երբ տեսնում եմ, հասկանում եմ, խոստանում եմ, որ կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է, ապահովելու համար, որ դու ունենաս այն կյանքը, որին արժանի ես։ Ավրորայի հեռանալուց հետո Ելենան վերջապես մենակ մնաց։ Նա քայլեց դեպի սենյակի անկյունում գտնվող ամբողջ հասակի հայելին նայեց իրեն։ Կրեմագույն մետաքսե զգեստը փչացել էր կարմիր գինու բծից, որը տարածվել էր որպես կարմիր վերք բաց գույնի կտորի վրա։ Մազերը խառնված էին, դիմահարդարումը արցունքներից ջնջված։ Բայց աչքերում էր, որ տեղի էր ունեցել ամենակարևոր փոփոխությունը։
Նրանք այլս չունեին հնազանդության այն փայլը։ Այնտեղ ինչ-որ նոր բան կար։ Գուցե վճռականություն։ Կամ պարզապես այն գիտակցումը, որ այլս հետդարձ չկար։ Ռոզանան, տնային տնտեսուհին, ով աշխատում էր առանձնատանը ավելի քան 20 տարի, ժամանեց մի քանի րոպե անց, բերելով սկուտեղով տաք թեյի թխվածքաբլիթներ։ Նա օգնեց Ելենային հանել բծոտ զգեստը, բերեց փափուկ խալատ, առաջարկեց մնալ, ընկերակցություն անելու, բայց Ելենան շնորհակալություն հայտնեց, ասաց, որ նա խնդրում է մենակ լինել։ Երբ վերջապես պառկեց մահճակալին, Ելենան վերցրեց բջջային հեռախոսը, որը թողել էր գիշերանոթի սեղանի վրա, իր լավագույն դատողության դեմ գնալով, բացեց սոցիալական ցանցերը։ Մի քանի վայրկյան պահանջվեց տեսանյութերը գտնելու համար։ Դրանք ամենուր էին։ Որոշները ցույց էին տալիս հենց այն պահը, երբ Ջուլիան գինին լցրեց։ Մյուսները ֆիքսում էին հետաց վեճը։ Կային նույնիսկ առանձին ձայնագրություններ, ամենաազդեցիկ խոսքերով։ Մեկնաբանությունները հազարավոր էին։ Որոշները պաշտպանում էին Ելենային, մյուսները մեղադրում էին նրան, որ նախկինում չէր նկատել դավաճանությունը, իսկ մյուսները դաժան կատակներ էին անում իրավիճակի շուրջ։ Ելենան կարդաց գրեթե 1 ժամ, մարսելով յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր դատողություն, յուրաքանչյուր չար մեկնաբանություն, աջակցության յուրաքանչյուր հաղորդագրություն։ Եվ ինչ-որ պահի այդ ընթերցանության ընթացքում, ինչ-որ բան վերջնականապես փոխվեց նրա ներսում։ Նա հասկացավ, որ կարևոր չէր, թե ինչ էին մտածում անծանոթները ինտերնետում իր կյանքի մասին։ Կարևոր չէր, թե նրան մեղադրում էին, թե պաշտպանում։ Կարևորն այն էր, թե ինչ էր նա, Ելենան, անելու այդ պահից սկսած։ Ինչպես էր նա վերակառուցելու իր կյանքը։ Ինչպես էր նա վերականգնելու իր արժանապատվությունը։ Ինչպես էր նա օգտագործելու այդ ցավը, այդ նվաստացումը, այդ սարսափելի փորձը, որպես վառելիք դառնալու այն, ինչ նա միշտ պետք է լիներ։ Նա անջատեց բջջային հեռախոսը, հետ դրեց այն գիշերանոթի սեղանին, փակեց աչքերը։ Դրսում խնջույքն ավարտվել էր։ Հյուրերը հեռացել էին, իրենց հետ տանելով իրենց բամբասանքները, իրենց դատողությունները։ Առանձնատունը լուռ էր, բացառությամբ հեռավոր քայլերի ձայների։ Խլացված ձայների, մինչ ընտանիքը զբաղվում էր աղետալի գիշերվա հետանքներով։ Բայց այնտեղ, այդ սենյակում, այդ մահճակալում, Ելենան վերջապես խաղաղություն գտավ։ Ոչ թե հնազանդության կամ հրաժարականի խաղաղություն, այլ այն խաղաղությունը, որը գալիս է որոշումից։ Որոշում, որ այլս երբեք անտեսանելի չի լինի։ Երբեք այլս չի լռի։ Երբեք այլս թույլ չի տա, որ իր արժանապատվությունը վերաբերվի որպես սակարկելի բան։ Եվ երբ վերջապետես քունը եկավ, այն իր հետ բերեց ոչ թե մղձավանջներ, այլ ապագայի երազանքներ։ Մի ապագա, որտեղ նա իր սեփական պատմության գլխավոր հերոսն էր, ոչ թե պարզապես ուրիշի պատմության երկրորդական կերպարը։ Ելենան արթնացավ սենյակի մետաքսե վարագույրներից ներս սողացող արի առաջին շողերից։ Կարճ ժամանակով, դեռ քնկոտ, նա գրեթե մոռացավ նախորդ գիշերվա իրադարձությունները։ Բայց հետո նրա հայացքը ընկավ սենյակի անկյունում գտնվող աթոռի վրա նետված բծոտ զգեստի վրա, ամեն ինչ վերադարձավ ամբողջ ուժով։ Խնջույքը։ Ջուլիան։ Գինին։ Հրապարակային նվաստացումը։ Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը։ Գրադարանում բախումը։ Սեբաստիանի Ավրորայի բացահայտումները։ Նա դանդաղ նստեց մահճակալին, մարմինը ծանր զգալով, կարծես վրաերթի ենթարկված լիներ։ Նա նայեց դատարկ կողմին, որտեղ սովորաբար քնում էր Ռոդրիգոն, հասկացավ, որ 12 տարվա մեջ առաջին անգամ նա ամբողջ գիշեր մենակ էր անցկացրել այդ սենյակում։ Նա իսկապես հեռացել էր տնից։ Նրան հեռացրել էր իր սեփական հայրը։ Դրա իրականությունը դեռս անիրական էր թվում։ Նա վեր կացավ, քայլեց դեպի լոգարան, որտեղ երկար ու տաք ցնցուղ ընդունեց, թույլ տալով ջրին լվանալ ոչ միայն ֆիզիկական կեղտը, այլ նախորդ գիշերվա էմոցիոնալ ծանրության մի մասը։ Երբ նա դուրս եկավ ցնցուղից, կրկին նայեց հայելուն, այլ կին տեսավ։ Աչքերը դեռ կարմիր էին այտուցված շատ լացելուց, բայց այնտեղ ինչ-որ նոր բան կար։ Մի վճռականություն, որը նա չէր ճանաչում իր մեջ։ Նա հագավ հարմարավետ ջինսե տաբատ պարզ սպիտակ բլուզ, թաց մազերը հավաքեց, ազատ կապով իջավ նախաճաշելու։ Խոհանոց հասնելուն պես նա գտավ Բեատրիսին արդեն սեղանին նստած, սուրճ խմելով, պլանշետում ինչ-որ բան կարդալով։ Մորաքույրը բարձրացրեց աչքերը, երբ Ելենան մտավ քնքշորեն ժպտաց։ Բարի լույս, սիրելիս։ Կարողացաք մի փոքր քնել։ Ելենան գլխով արեց, մինչ սուրճի բաժակ էր լցնում։
Իրականում, ավելի լավ քնեցի, քան ակնկալում էի։ Կարծում եմ, մարմինը պարզապես անջատվեց հյուծվածությունից։ Բեատրիսն անջատեց պլանշետը, հեռու մղեց այն, կարծես չէր ուզում, որ Ելենան տեսնի, թե ինչ էր կարդում։ Բայց Ելենան արդեն գիտեր։ Դրանք սկանդալի մասին հոդվածներ էին։ Բամբասանքի կայքերի նորություններ։ Անվերջ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում։ Նրա անունը, նրա անձնական կյանքը, նրա ցավը, ամեն ինչ վերածվել էր հանրային զվարճանքի։ Պետք չէ թաքցնել, մորաքույր, ասաց Ելենան, վերցնելով պլանշետը։ Ես արդեն ամեն ինչ տեսել եմ 3 գիշեր։ Կարդացել եմ յուրաքանչյուր մեկնաբանություն, դիտել եմ յուրաքանչյուր տեսանյութ։ Ես ճշգրիտ գիտեմ, թե ինչ են խոսում այնտեղ։ Բեատրիսը խորը հառաչեց։ Ելենա, դու չպետք է քեզ տանջես, կարդալով այդ բաները։ Մեկնաբանողների մեծ մասը ոչինչ չգիտի, պարզապես ուզում է մասնակցել դրամային։ Ես գիտեմ, համաձայնեց Ելենան, սուրճից մի կում խմելով։ Բայց ես պետք է իմանամ, թե ինչ է ասվում։ Ես պետք է հասկանամ խնդրի չափը։ Որովհետև հիմա խոսքը միայն իմ Ռոդրիգոյի մասին չէ։ Խոսքը ամբողջ ընտանիքի, ընկերության, տասնամյակների ընթացքում կառուցված հեղինակության մասին է։ Հենց այդ պահին Սեբաստյանը մտավ խոհանոց, հետում Ավրորան։ Պատրիարքը կարծես 10 տարով ծերացել էր մեկ գիշերվա ընթացքում։ Նրա աչքերի տակ խորը պարկեր կային, նրա կեցվածքը, միշտ այդքան ուղիղ վեհաշուկ, թեթակի կորացած էր, կարծես իրավիճակի ծանրությունը բառացիորեն ճնշում էր նրա ուսերին։ Ելենա, ասաց նա, նստելով սեղանին։ Մենք պետք է խոսենք։ Կան որոշումներ, որոնք պետք է կայացվեն, դուք դրանց բոլորի կենտրոնում եք։ Ելենան սուրճի բաժակը դրեց սեղանին, ուղիղ նայեց զգեսրայրին։ Ես լսում եմ։ Սեբաստյանը մատները սեղանին միացրեց, ընդունելով այն ղեկավարի կեցվածքը, որը նա օգտագործում էր, երբ դժվար որոշումներ պետք է կայացներ։ Նախ, ուզում եմ, որ իմանաք, որ գիշերվա ընթացքում ես Ավրորան երկար զրուցեցինք Ռոդրիգոյի հետ։ Նա հյուրանոցում է Էրեբունիում, մեղմ ասած, ցնցման մեջ է։ Նա ուզում է վերադառնալ տուն։ Ուզում է խոսել ձեզ հետ։ Ուզում է փորձել շտկել ամեն ինչ։ Եվ ինչ ասացիք նրան, հարցրեց Ելենան, ձայնը ամուր պահելով։ Ասացի, որ որոշումը իմը չէ։ Ձերն է։ Սա ձեր տունն է, Ելենա։ Միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ եթե դուք չգիտեիք։ Եվ դուք լիիրավ իրավունք ունեք որոշելու, թե ով է մտնում, ով չի մտնում այստեղ։ Ելենան կրծքավանդակում սեղմում զգաց։ 12 տարի նա պայմանավորված էր ընդունել, զիջել, հարմարվել։ Եվ հիմա, հանկարծ, նա որոշում կայացնելու ուժ ուներ այդքան հիմնարար բանի վերաբերյալ։ Վստահ չեմ, որ պատրաստ եմ հիմա այդ որոշումը կայացնել։ Ես դեռ մարսում եմ այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Եվ դուք կարիք չունեք հիմա որոշելու, միջամտեց Ավրորան, ձեռքը դնելով Ելենայի ձեռքին։ Վերցրեք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Բայց մինչ դուք որոշում եք կայացնում, Ռոդրիգոն մնում է այնտեղ, որտեղ կա։ Նա չի վերադառնա այս տուն, մինչ դուք, միայն դուք, թույլ չտաք։ Բեատրիսը վեր կացավ, բոլորի համար սուրճ լցրեց, նախքան նորից նստելը։ Բայց կան այլ հարցեր, բացի անձնականից, չէ՞։ Բաստիան։ Ընկերությունը։ Հաճախորդները։ Գործընկերները։ Բոլորը պետք է պատասխաններ ցանկանան։ Սեբաստյանը ծանր գլխով արեց։ Ընտանիքի փաստաբան, դոկտոր Մարիաննա Մանուկյանը, զանգահարել էր այս առավոտ շուտ։ Նա այստեղ է ժամը 10-ին, արտակարգ հանդիպման համար։ Մենք պետք է քննարկենք այս իրավիճակի ազդեցությունը ընկերության վրա, հնարավոր դատական գործերը, Ռոդրիգոյի դիրքը, ամեն ինչ։ Եվ Ելենա, դուք պետք է ներկա լինեք այդ հանդիպմանը։ Ես, Ելենան զարմացած թարթեց աչքերը։ Ինչո՞վ։ Ես ընկերության հետ ոչ մի կապ չունեմ։ Ավելին կապ ունեք, քան պատկերացնում եք, ասաց Սեբաստյանը թեթ տխուր ժպիտով։ Դուք փոխնախագահի կինն եք, ավելի կարևոր է, դուք զոհն եք այս ամբողջ պատմության մեջ։ Այն ամենը, ինչ մենք կորոշենք, ուղղակիորեն կազդի ձեզ վրա։ Դուք իրավունք ունեք ներկա լինելու, լսելու, կարծիք հայտնելու, ձեր շահերը պաշտպանելու։ Նախքան Ելենան կկարողանար պատասխանել, Ռաֆայելը մտավ խոհանոց։ Նա ջինսետաբատ պարզ վերնաշապիկ էր կրում, մազերը դեռ թաց էին առավոտյան ցնցուղից, ձեռքի տակ իր նոթբուքն էր։ Բարի լույս բոլորին։
Կներեք միջամտելու համար, բայց կարծում եմ, որ պետք է իմանաք, որ նորությունները գիշերվա ընթացքում ավելի են տարածվել։ Հոդվածներ կան Երանի գրեթե բոլոր լրատվական զվարճանքի կայքերում։ Որոշ հեռուստաընկերություններ մտածում են դեպքը հիշատակել առավոտյան հաղորդումներում։ Սեբաստյանը կարճ ժամանակով փակեց աչքերը, կարծես գերբնական ջանքեր էր գործադրում հանգստությունը պահպանելու համար։ Սա մղձավանջ է։ Բացարձակ մղձավանջ։ Ռաֆայելը քաշեց աթոռը, նստեց սեղանին, բացելով նոթբուքը։ Տեսեք, ես չեմ ուզում անզգա լինել, բայց մենք պետք է ռազմավարական մտածենք այս մասին։ Այժմ պատմվող պատմությունն այն դավաճանված կնոջ մասին է, ով հրապարակայնորեն նվաստացվել է ամուսնու սիրուհու կողմից։ Դա մի պատմություն է, որը կարեկցություն է առաջացնում Ելենայի հանդեպ հակակրանք Ռոդրիգոյի Ջուլիայի հանդեպ։ Սա, որքան էլ վատ լինի իրավիճակը, կարող է օգտագործվել մեր օգտին։ Ինչպես օգտագործվել մեր օգտին, թերահավատորեն հարցրեց Բեատրիսը։ Ռաֆայելը նոթբուքը շրջեց, որպեսզի բոլորը տեսնեին էկրանը։ Տեսեք մեկնաբանությունները։ Ճնշող մեծամասնությունը Ելենային աջակցող է։ Կանայք նույնացնում են իրենց նրա հետ, տղամարդիկ վրդովված են Ռոդրիգոյի պահվածքից, մարդիկ արդարություն են պահանջում։ Սա հսկայական սոցիալական ճնշում է ստեղծում։ Եթե ընկերությունը հիմա փորձի պաշտպանել Ռոդրիգոյին, դա կթվա, թե համաձայն է նրա պահվածքին։ Բայց եթե կոշտ միջոցներ ձեռնարկեն, ցույց տան, որ չեն հանդուրժում նման վարքագիծը, կարող են պատկերի ճգնաժամը վերածել էթիկական արժեքների ցուցադրման։ Ելենան նայեց էկրանին, կարդալով որոշ մեկնաբանություններ։ Հազարավորներ կային։ Որոշները դաժան էին ու ներխուժող, բայց մեծ մասն իսկապես աջակցություն համերաշխություն էր ցույց տալիս։ Տարօրինակ էր ու անհանգստացնող տեսնել իր անձնական կյանքը քննարկվող լրիվ անծանոթների կողմից, բայց Ռաֆայելը ճիշտ էր։ Պատմությունը նրա կողմն էր։ Սա շատ հաշվարկված է թվում, ասաց Ելենան անհարմարավետ։ Կարծես մենք իմ ցավը օգտագործում ենք որպես մարքեթինգային գործիք։ Խոսքը մարքեթինգի մասին չէ, նուրբ ուղեց Ռաֆայելը։ Խոսքը արդարության մասին է։ Դուք հրապարակայնորեն նվաստացվեցիք։ Հիմա հնարավորություն ունեք վերականգնելու ձեր արժանապատվությունը, նույնպես հրապարակայնորեն։ Եվ ի դեպ, ապահովելու, որ Ռոդրիգոն դիմակայի իր արարքների իրական հետանքներին, ոչ թե պարզապես ձեռքի թեթ հարված դատարկ խոստում, որ կփոխվի։ Սեբաստյանը հետաքրքրությամբ դիտում էր Զարմիկին։ Շարունակիր։ Ռաֆայելը կրկին ուշադրություն դարձրեց նոթբուքին, սեղմելով մի քանի ներդիրների վրա։ Մարտիրոսյան ընկերությունը հայտնի է իր ընտանեկան արժեքներով, ճիշտ է։ Դուք վաճառում եք ոչ միայն անշարժ գույք, այլ տների, կայունության, ապագայի խոստումը։ Ինչպես է ստացվում այդ պատմությունը, երբ ընկերության փոխնախագահը բռնվում է կնոջը դավաճանելիս թույլ է տալիս, որ նա նվաստացվի։ Ստեղծում է հսկայական ճանաչողական դիսոնանս։ Հաճախորդները կհարցնեն իրենց, թե արդյոք կարող են վստահել մի ընկերությանը, որի ղեկավարը չի կարողանում նույնիսկ հարգել ամենահիմնական պարտավորությունները։ Ավրորան առաջ թեքվեց հետաքրքրությամբ։ Եվ ինչ կառաջարկեիք, Ռաֆայել։ Ռաֆայելը փակեց նոթբուքը, շուրջը նայեց սեղանին։ Թափանցիկություն, պատասխանատվություն։ Ընկերության պաշտոնական հայտարարություն, ճանաչելով ընտանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, աջակցություն հայտնելով Ելենային, հաստատելով, որ Ռոդրիգոն ժամանակավորապես հեռացված է իր պարտականություններից, մինչ ներքին հետաքննություն է անցկացվում։ Չփորձել թաքցնել կամ նվազագույնի հասցնել։ Ուղիղ առերեսվել, դա վերածել սկզբունքների հայտարարության։ Բեատրիսը դանդաղ գլխով արեց։ Սա իմաստ ունի։ Ռիսկային է, բայց իմաստ ունի։ Կա մի բան, սակայն, ասաց Սեբաստյանը, մատները սեղանին թխկացնելով։ Եթե մենք դա անենք, ապա էապես Ռոդրիգոյին հրապարակայնորեն գայլերի կնետենք։ Նա իմ որդին է։ Որքան էլ վատ լինի այն, ինչ նա արել է, նա դեռ իմ որդին է։ Հետաց լռությունը ծանր էր։ Ելենան նայեց Սեբաստյանին, տեսավ իրական տանջանք նրա աչքերում։ Նա որդուն սիրող հայր էր, բայց նա սկզբունքային մարդ, ով հասկանում էր ճիշտի սխալի տարբերությունը։ Եվ այդ պահին նա բաժանված էր այդ երկու ինքնությունների մեջ։ Պարոն Սեբաստյան, մեղմորեն ասաց Ելենան, ես հասկանում եմ ձեր ցավը։ Գիտեմ, որ նա ձեր որդին է, նրան պաշտպանելը ձեր բնազդն է։ Բայց ինչ կասեք այն երեխաների մասին, որոնք մենք չունեցանք։
Այն երեխաների մասին, որոնց ես միշտ ուզել եմ ունենալ, բայց որոնք երբեք չեկան, որովհետեւ Ռոդրիգոն միշտ ասում էր, որ ժամանակը ճիշտ չէ, որ մենք պետք է մի փոքր սպասենք։ Արդյոք պատճառներից մեկն այն չէր, որ նա արդեն ներգրավված էր ուրիշի հետ։ Ուրիշների հետ։ Քանի՞ Ջուլիա է եղել նրանից առաջ։ Հարցը կախված էր օդում, որպես լուռ մեղադրանք։ Ավրորան ձեռքը բերեց բերանին, աչքերը արցունքոտ։ Նա ակնհայտորեն երբեք չէր մտածել դրա մասին այդ տեսանկյունից։ Ելենան շարունակեց, ձայնը ուժ հավաքելով. 12 տարի ես կատարյալ կին էի։ Ես կազմակերպեցի ձեր տունը, ընդունեցի ձեր հաճախորդներին, աջակցեցի ձեր կարիերային, իմ սեփական երազանքները հետին պլան մղեցի, որպեսզի նա կարողանա փայլել։ Եվ ինչ ստացա փոխարենը։ Դավաճանություն։ Սուլտ։ Անհարգալից վերաբերմունք։ Եվ հիմա դուք ինձ խնդրում եք հաշվի առնել նրա զգացմունքները։ Փրկել նրա հեղինակությունը։ Ես դա չեմ խնդրում, արագ ասաց Սեբաստյանը։ Ես պարզապես բարձրաձայնում եմ իմ ներքին հակամարտությունը։ Բայց դուք ճիշտ եք։ Բացարձակապես ճիշտ եք։ Ռոդրիգոն իր անկողինը հենց ինքը հարդարեց։ Հիմա պետք է պառկի դրա մեջ։ Հենց այդ պահին Ռոզանան հայտնվեց խոհանոցի դռան մոտ, նյարդային տեսք ունենալով։ Կներեք ընդհատելու համար, բայց դարպասի մոտ մի մարդ կա, ով խնդրում է ներս մտնել։ Ասում է Ջուլիա Հարությունյանը, որ շտապ պետք է խոսի տիկին Ելենայի հետ։ Բոլորի հայացքները ուղղվեցին Ելենային։ Նա զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, բայց ձայնը հանգիստ պահեց, երբ պատասխանեց. Ասեք, որ գնա։ Ես ոչինչ չունեմ խոսելու այդ կնոջ հետ։ Նա պնդում է, որ դա կարոր է, շարունակեց Ռոզանան։ Ասում է, որ տեղեկություններ ունի, որոնք դուք կցանկանայիք իմանալ։ Ռոդրիգոյի մասին։ Բեատրիսը վրդովված հրհրացավ։ Ինչ համարձակություն է այդ աղջիկը։ Նա հրապարակայնորեն նվաստացնում է ձեզ, իսկ հիմա ուզում է մտնել ձեր տուն, բամբասանքներ պատմելու ձեր ամուսնու մասին։ Բայց Ռաֆայելը ձեռքը բարձրացրեց, ուշադրություն խնդրելով. Սպասեք։ Կարող է հետաքրքիր լինել լսել, թե ինչ է նա ասելու։ Ոչ թե անպայման հավատալ կամ գործել դրա հիման վրա, բայց գոնե իմանալ, թե ինչ քարտեր կան սեղանին։ Մերժված կանայք երբեմն տեղեկություններ են հրապարակում, որոնք կարող են օգտակար լինել։ Ելենան երկար մտածեց։ Նրա մի մասը ցանկանում էր Ջուլիային հեռացնել այլս երբեք չտեսնել այդ դեմքը։ Բայց մյուս մասը, այն նոր մասը, որը սկսում էր ի հայտ գալ, այն մասը, որը այլս չէր ուզում տգետ կամ միամիտ լինել, ցանկանում էր իմանալ։ Ցանկանում էր հասկանալ դավաճանության ամբողջական չափը։ Ցանկանում էր բոլոր տեղեկությունները, նախքան իր ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։ Կարող եք թույլ տալ, որ նա ներս մտնի, վերջապես ասաց Ելենան։ Բայց ոչ մենակ նրա հետ։ Ես ուզում եմ, որ դուք ներկա լինեք։ Բոլորդ էլ։ Սեբաստյանը գլխով արեց, հավանություն տալով որոշմանը։ Մենք նրան կընդունենք հյուրասենյակում։ Ռոզանա, թույլ տվեք նրան մտնել, բայց ստիպեք նրան 5 րոպե սպասել։ Պետք չէ նրա համար հեշտացնել ամեն ինչ։ 5 րոպե անց բոլորը դիրքավորված էին հյուրասենյակում։ Սեբաստյանը Ավրորան նստած էին գլխավոր բազմոցին, Բեատրիսը կողքի բազկաթոռին, Ռաֆայելը կանգնած էր պատուհանի մոտ, պաշտպանողական կեցվածքով, իսկ Ելենան նստած էր մենակ սենյակի կենտրոնում գտնվող աթոռին, որպես թագուհի իր գահին, սպասելով խնդրանքի։ Երբ Ջուլիան մտավ, պարզ դարձավ, որ գիշերը նույնպես բարի չէր եղել նրա հետ։ Նա ջինսե-տաբատ պարզ բլուզ էր կրում, առանց դիմահարդարման, կարմիր մազերը հավաքված անփույթ պոչուկով։ Աչքերը կարմիր էին այտուցված։ Նա ամբողջովին տարբեր էր թվում երեկոյան վստահ սադրիչ կնոջից։ Ջուլիան կանգ առավ սենյակի մուտքի մոտ, ակնհայտորեն վախեցած ներկա մարդկանց քանակից ստացվող սառը հայացքներից։ Նրա աչքերը հանդիպեցին Ելենայի աչքերին, նա բերանը բացեց խոսելու համար, բայց առաջին փորձից ձայն չկարողացավ հանել։ Նա կոկորդը մաքրեց, նորից փորձեց։ Ելենա, ես գիտեմ, որ դուք չեք ուզում ինձ տեսնել։ Գիտեմ, որ հավանաբար ատում եք ինձ։ Եվ լիիրավ իրավունք ունեք։ Բայց ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Ես պետք է պատմեմ որոշ բաներ, որոնք դուք պետք է իմանաք։ Ելենան դեմքը չեզոք պահեց։ Ես լսում եմ։ Ջուլիանս մի քանի քայլ արեց սենյակի ներսում, նյարդայնորեն շրջելով ձեռքերը։
Ռոդրիգոն այս առավոտ ինձ զանգահարեց։ Հուսահատ էր։ Ասաց, որ ընտանիքը լքել է նրան, որ նրան վռնդել են տնից, որ նրան հեռացնում են ընկերությունից։ Եվ հետո նա մի բան ասաց, որը ստիպեց ինձ հասկանալ, որ ես լիովին հիմար էի։ Շարունակիր, ասաց Ելենան, ոչ մի էմոցիա չցուցաբերելով։ Նա ասաց, որ այս ամենը իմ մեղքն է։ Որ ես ամեն ինչ փչացրի, խնջույքին հայտնվելով ուշադրություն գրավելով։ Որ եթե ես լուռ մնայի իմ անկյունում, ոչինչ չէր լինի։ Եվ հետո նա ասաց, դրանք ճշգրիտ բառեր էին, որ ես երբեք ոչինչ չեմ նշանակել նրա համար, բացի հարմար շեղումից։ Ավրորան անհավանության ձայն հանեց, բայց ոչինչ չասաց։ Ջուլիան շարունակեց, արցունքները սկսեցին հոսել դեմքով։ Ես կարծում էի, որ մենք հատուկ ենք։ Կարծում էի, որ նա իսկապես սիրում է ինձ։ Նա ասում էր, որ կթողնի ձեզ, որ մենք միասին կլինենք, որ նա ինձ կտա այն կյանքը, որը ես միշտ ցանկացել եմ։ Եվ ես հավատացի։ Ես հիմար էի հավատացի։ Բայց այս առավոտ, երբ նա ինձ զանգահարեց, հասկացավ, որ ես պարզապես մեկն էի։ Եվս մեկը այն կանանց երկար ցուցակում, ում նա օգտագործել դեն է նետել։ Եվ դու եկել ես այստեղ, ինձ դա ասելու, որովհետև հարցրեց Ելենան, ձայնը սառը պահելով։ Ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Ուզում ես, որ ես քեզ ներեմ այն բանի համար, որ դիտավորյալ փորձեցիր ինձ նվաստացնել երեկ։ Ոչ, պատասխանեց Ջուլիան, եռանդուն գլխով անելով։ Ես ներողություն չեմ խնդրում։ Գիտեմ, որ արժանի չեմ։ Ես եկա, որովհետև դուք պետք է իմանաք, թե ով է այն մարդը, ում հետ ամուսնացած եք։ Պետք է իմանաք, որ ես առաջինը չեմ, անշուշտ, վերջինը չեմ լինի։ Ռոդրիգոն նոր օգնական ունի գրասենյակում։ Մարինա։ Նա 23 տարեկան է։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես է նա նայում նրան։ Նույն կերպ, ինչպես ինձ էր նայում սկզբում։ Սեբաստիանը կտրուկ վեր կացավ աթոռից, դեմքը զայրույթից կարմրած։ Սա ճիշտ է։ Իմ որդին աշխատակիցներին ոտնձգում է ընկերությունում։ Ջուլիան շրջվեց դեպի նա։ Ես ճիշտ ոտնձգություն չէի ասի։ Նա նուրբ է։ Հմայիչ։ Ստիպում է քեզ հատուկ, եզակի զգալ։ Բայց այո, նա ակնհայտորեն հետաքրքրված է նրանով։ Եվ եթե պատմությունը կրկնվի, մի քանի ամսից նա կլինի նույն դիրքում, ինչ ես էի երեկ։ Մյուս կինը։ Սիրուհին։ Միանգամյա օգտագործման։ Ելենան մի պահ փակեց աչքերը, մարսելով այդ տեղեկությունը։ Նրա մի մասը զարմացած չէր։ Իրականում, դա շատ իմաստալից էր։ Ռոդրիգոյի վարքագծի օրինաչափությունները, անհեթեթ արդարացումները, մշտական ուշացումները։ Դա միայն Ջուլիան չէր։ Հավանաբար երբեք էլ մեկը չէր եղել։ Կա ավելին, ասաց Ջուլիան, այժմ ավելի ամուր ձայնով, կարծես խոսել սկսելը նրան քաջություն էր տվել շարունակելու։ Ռոդրիգոն գումար է շեղել ընկերությունից։ Ոչ շատ, բայց բավականաչափ, յուրացում համարվելու համար։ Նա կորպորատիվ միջոցներ է օգտագործել իմ հետ ճանապարհորդությունների, թանկարժեք ընթրիքների, նվերների համար։ Ամեն ինչ գրանցված որպես բիզնես ծախսեր, բայց դա անձնական էր։ Ես ունեմ ապացույցներ, անդորրագրեր, հաղորդագրություններ, որտեղ նա դա ընդունում է։ Ես պատրաստվում էի պահել որպես ապահովագրություն, եթե նա որոշեր ինձ դեն նետել։ Եվ նա հենց դա էլ արեց։ Հետաց լռությունը բացարձակ էր։ Սեբաստիանը կարծես սրտի կաթվածի շեմին էր։ Ավրորան գունատ էր։ Բեատրիսը անհավատալիորեն գլխով էր անում։ Ռաֆայելը հանեց բջջային հեռախոսը, սկսեց մտովի նշումներ անել։ Եվ Ելենան պարզապես նստած մնաց, մարսելով դավաճանության, անազնվության, այն մարդու բնավորության բացակայության ամբողջական չափը, ում հետ նա կիսել էր իր կյանքի 12 տարին։ Դուք ունեք այդ ապացույցները, հարցրեց Սեբաստիանը դողդոջուն ձայնով։ Ջուլիան գլխով արեց։ Ես ամեն ինչ ունեմ։ Եվ պատրաստ եմ դրանք ձեզ տալ։ Ոչ թե բարությունից, այլ որովհետև ես կատաղած եմ։ Կատաղած նրանից, կատաղած ինձանից, որ այդքան կույր էի, կատաղած, որ ժամանակ հեղինակություն կորցրի մեկի հետ, ով երբեք ինձ իսկապես չի գնահատել։ Ելենան վերջապես վեր կացավ աթոռից, քայլեց մինչ Ջուլիայի դիմաց կանգնելը։ Երկու կանայք երկար ժամանակ նայեցին միմյանց, յուրաքանչյուրը մյուսի հայացքում տեսնելով մանիպուլյացիայի խաբեության նույն պատմության տարբեր արտացոլումը։ Շնորհակալություն այստեղ գալու համար, ասաց Ելենան, զարմացնելով սենյակի բոլորին։
Շնորհակալություն ճշմարտությունն ասելու համար, նույնիսկ իմանալով, որ ես բոլոր պատճառներն ունեի ձեզ դուրս շպրտելու, առանց մի բառ լսելու։ Սա չի ջնջում այն, ինչ դուք արեցիք երեկ։ Չի ջնջում այն ցավը, որը դուք պատճառեցիք։ Բայց գոնե ինձ տեղեկություններ է տալիս, որոնք ես կարող եմ օգտագործել այսուհետ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ջուլիան գլխով արեց, սրբելով արցունքները։ Ես իսկապես ցավում եմ, Ելենա։ Ինչքան կարող է արժենալ, ես ցավում եմ ամեն ինչի համար։ Ելենան չպատասխանեց։ Նա պարզապես շրջվեց, վերադարձավ իր աթոռին։ Ռաֆայելը Ջուլիային ուղեկցեց մինչ դուռը, վերցնելով նրանից ծրարը, այն ապացույցներով, որոնք նա հիշատակել էր։ Երբ դուռը փակվեց, նրանք կրկին մենակ մնացին, Սեբաստյանը պայթեց։ Այդ տղան ամբողջովին խելքը կորցրել է։ Կորպորատիվ միջոցների շեղում։ Սա հանցագործություն է։ Սա կարող է ոչնչացնել ընկերությունը։ Ոչնչացնել այն ամենը, ինչ ես կառուցել եմ տասնամյակների ընթացքում։ Հանգիստ, Բաստյան, ասաց Բեատրիսը, ձեռքը դնելով եղբոր ձեռքին։ Եկեք հանգիստ մոտենանք։ Նախ պետք է տեսնենք այդ ապացույցները, գնահատենք խնդրի չափը, ապա որոշենք հաջորդ քայլերը։ Հիմա շտապ որոշումներ կայացնելու իմաստ չկա։ Ռաֆայելը վերադարձավ սենյակ, ծրարը ձեռքին։ Ես պետք է սա փոխանցեմ դոկտոր Մարիանային, երբ նա գա։ Նա ճշգրիտ կիմանա, թե ինչպես վարվել։ Ելենան լուռ նստած մնաց, պատուհանից դուրս նայելով արոտ այգուն։ Այնտեղ ամեն ինչ այնքան նորմալ, այնքան հանգիստ էր թվում։ Ծառերը նուրբ ջոջվում էին քամուց, թռչունները երգում էին, այգեպանը ջրում էր բույսերը։ Կարծես աշխարհը նոր էր փլուզվել նրա վրա։ Կարծես նրա կյանքը 24 ժամից պակաս ժամանակում ամբողջովին գլխիվայր չէր շրջվել։ Բայց գուցե, մտածեց նա, դա վերջը չէր։ Գուցե դա պարզապես ինչ-որ այլ բանի սկիզբն էր։ Ինչ-որ նոր բանի։ Ինչ-որ բանի, որտեղ նա վերջապես կարող էր լինել ավելին, քան պարզապես կատարյալ կինը, անթերի տանտիրուհին, անտեսանելի կինը, ով ամեն ինչ աշխատեցնում էր կուլիսներում, մինչ ուրիշները վերցնում էին վաստակը։ Երբ փաստաբանը ժամաներ մի քանի ժամից, երբ նրանք պետք է քննարկեին հաջորդ քայլերը, իրավական գործողությունները, գույքի բաժանումը, այդ ամենը Ելենան գիտեր, որ պատրաստ կլինի։ Որովհետև 12 տարվա մեջ առաջին անգամ նա վերջապես սկսում էր գտնել իր ձայնը։ Եվ այդ ձայնն այլս չէր լռի։ Դոկտոր Մարիանա Մանուկյանը ժամանեց ուղիղ առավոտյան 10-ին, իր հետ բերելով փաստաթղթերով լի կաշվե պայուսակ պրոֆեսիոնալ լրջության տեսք, որն անմիջապես փոխեց սենյակի մթնոլորտը։ Նա 50-ից մի փոքր ավելի տարիքի կին էր, նրբագեղ բոբ կտրվածքով մոխրագույն մազերով, աննկատ շրջանակներով, ակնոցներով, անթերի մուգ կապույտ կոստյումով։ Ավելի քան 20 տարի նա զբաղվում էր Մարտիրոսյանների ընտանիքի իրավական հարցերով, արդեն ամեն ինչ տեսել էր, բայց նույնիսկ նա թվում էր մի փոքր ցնցված ներկա իրավիճակից։ Բարի լույս բոլորին, ողջունեց նա, պայուսակը դնելով ճաշասենյակի սեղանին, որտեղ բոլորը հավաքվել էին։ Կարծում եմ, պետք չէ ասել, որ իրավիճակը լուրջ է։ Շատ լուրջ։ Բայց նախքան լուծումները քննարկելը, պետք է ճշգրիտ հասկանամ, թե ինչ ունենք ձեռքի տակ։ Սեբաստյանը հակիրճ ամփոփեց նախորդ գիշերվա իրադարձությունները, ներառյալ գինու հետ կապված միջադեպը, տեսանյութերի տարածումը, գրադարանում բախումը, Ռոդրիգոյի դուրս հանումը առանձնատնից։ Այնուհետ Ռաֆայելը հանձնեց Ջուլիայի բերած ծրարը, բացատրելով կորպորատիվ միջոցների շեղման մեղադրանքները։ Մարիանան բացեց ծրարը, հաջորդ մի քանի րոպեն անցկացրեց փաստաթղթերը բացարձակ լռության մեջ ուսումնասիրելով։ Նրա դեմքը չեզոք մնաց, բայց Ելենան նկատեց, որ նրա ծնոտը լարված էր, նա ծանր հառաչում էր յուրաքանչյուր նոր էջ կարդալիս։ Վերջապես, նա հանեց ակնոցները, մերսեց քթի կամուրջը, նախքան խոսելը։ Սա չափազանց խնդրահարույց է, ասաց նա, խոսքերը խնամքով ընտրելով։ Մենք այստեղ ունենք թանկարժեք ռեստորանների անդորրագրեր, հյուրանոցների հաշիվներ, ավիատոմսեր, ամեն ինչ գրանցված որպես կորպորատիվ ծախսեր, բայց ակնհայտորեն անձնական բնույթի։ Եթե դա հրապարակվի մամուլում, հաշվի առնելով, որ արդեն ընթացքի մեջ է սկանդալ, շատ հավանական է, որ կտարածվի, ընկերությունը կարող է լուրջ խնդիրների բախվել։ Հարկային հետաքննություններ, վարկի կորուստ, փոքրամասնություն կազմող բաժնետերերի հայցեր։ Եվ Ռոդրիգոն կարող է բախվել յուրացման քրեական մեղադրանքների։ Ավրորան ձեռքը կրծքին տարավ, դժվարությամբ շնչելով։ Բեատրիսը անմիջապես վեր կացավ, օգնելու նրան, մի բաժակ ջուր բերելով։ Հանգիստ, հարս։ Դանդաղ շունչ քաշիր։ Սեբաստյանը գունատ էր։
Հնարավոր է դա զսպել։ Ներքին լուծել։ Ստիպել Ռոդրիգոյին վերադարձնել գումարները կանխել, որ այն հրապարակային դառնա։ Մարիանան նորից դրեց ակնոցները ուղիղ նայեց Սեբաստյանին։ Պարոն Սեբաստյան, ամբողջ հարգանքով, դուք պետք է հասկանաք, որ մենք այլս անձնական տարածքում չենք։ Այն պահից, երբ այդ տեսանյութերը սկսեցին շրջանառվել, դուք մտաք հանրային տիրույթ։ Հիմա ձեր վրա աչքեր կան։ Լրագրողներ են հետաքննում, հետաքրքրասերները տեղեկություններ են փնտրում, նույնիսկ կարգավորող մարմինները կարող են որոշել հանկարծակի աուդիտ անցկացնել հենց բացասական լուսաբանման պատճառով։ Այս պահին փորձել թաքցնել կամ լուծել դա կուլիսներում կարող է ընկալվել որպես քողարկում ավելի վատթարացնել իրավիճակը։ Ուրեմն ինչ եք առաջարկում, հարցրեց Սեբաստյանը հոգնած ձայնով։ Մարիանան բացեց իր պայուսակը մի քանի փաստաթղթեր հանեց։ Առաջարկում եմ, որ մենք լինենք նախաձեռնող։ Նախ, ընկերությունը պետք է պաշտոնական հայտարարություն տարածի, ճանաչելով ընտանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, աջակցություն հայտնելով Ելենային հաստատելով, որ Ռոդրիգոն ժամանակավորապես հեռացված է իր պարտականություններից, մինչ ներքին հետաքննություն է անցկացվում։ Երկրորդ, դուք պետք է վարձեք արտաքին անկախ աուդիտոր, վերանայելու վերջին 5 տարվա բոլոր կորպորատիվ ծախսերը, հատկապես Ռոդրիգոյի կողմից լիազորվածները։ Երրորդ, Ելենան պետք է որոշի, ցանկանում է շարունակել ամուսնությունը, թե սկսել բաժանման գործընթաց։ Եվ կախված այդ որոշումից, մենք պետք է քննարկենք գույքի բաժանումը նրա իրավունքները ընտանեկան սեփականության նկատմամբ։ Ելենան զգաց, թե ինչպես են բոլորի հայացքները ուղղվում իրեն։ Դա այն հարցն էր, որը կախված էր օդում նախորդ գիշերվանից, բայց որին ոչ ոք քաջություն չէր ունեցել ուղղակիորեն հարցնելու։ Ինչ կանես, Ելենա։ Կներես։ Կփորձես փրկել ամուսնությունը։ Թե մենակ կշարունակես։ Նախքան նա կկարողանար պատասխանել, նրա բջջային հեռախոսը սկսեց զանգել։ Էկրանին հայտնվեց Ռոդրիգոյի անունը։ Սենյակի բոլորը տեսան, բայց ոչ ոք ոչինչ չասաց։ Ելենան երկար ժամանակ նայեց հեռախոսին, նախքան պատասխանելը, միացնելով բարձրախոսը, որպեսզի բոլորը լսեն։ Ալո, ասաց նա, ձայնը չեզոք պահելով։ Ելենա, շնորհակալություն պատասխանելու համար, Ռոդրիգոյի ձայնը հեռախոսի մյուս ծայրից հուսահատ էր հնչում։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Անձամբ։ Խնդրում եմ։ Միայն ինձ հնարավորություն տվեք բացատրելու, ճիշտ ներողություն խնդրելու։ Ռոդրիգո, բացատրելու ոչինչ չկա, պատասխանեց Ելենան։ Ես ամեն ինչ տեսա։ Բոլորը տեսան ամեն ինչ։ Եվ հիմա ես նա գիտեմ ընկերությունից գումարների շեղման մասին, մյուս կանանց մասին, ամեն ինչի մասին։ Գծի մյուս ծայրում լռություն տիրեց։ Ջուլիան, նա վերջապես ասաց զայրույթով ձայնով։ Այդ օձը մինչ այնտեղ է գնացել, ստեր է պատմել իմ մասին։ Դրանք ստեր չէին, ուղղեց Ելենան։ Նա ապացույցներ բերեց։ Անդորրագրեր։ Հաղորդագրություններ։ Ամեն ինչ փաստաթղթավորված։ Այնպես որ մի փորձեք հերքել կամ խեղաթյուրել փաստերը։ Ելենա, խնդրում եմ, Ռոդրիգոյի ձայնը կոտրվեց։ Ես սխալներ եմ թույլ տվել։ Սարսափելի սխալներ։ Բայց մենք կարող ենք դա շտկել։ Մենք կարող ենք գնալ ամուսնական թերապիայի, ես կփոխվեմ, ես կլինեմ այն ամուսինը, որին դուք միշտ արժանի եք եղել։ 12 տարի, Ռոդրիգո, ասաց Ելենան, զգալով, թե ինչպես են արցունքները սկսում կուտակվել, բայց ձայնը ամուր պահելով։ 12 տարի ես սպասեցի, որ դուք դառնաք այն ամուսինը, որը խոստացաք լինել մեր ամուսնության օրը։ 12 տարի ես ձեր կարիքները դրեցի իմ կարիքներից առաջ, աջակցեցի ձեր երազանքներին, մինչ իմերը թաղում էի, ձեր տունը անթերի պահեցի, ձեր հաճախորդներին ժպիտով դիմավորեցի, նույնիսկ երբ ներսից կոտրվում էի։ Եվ ինչ ստացա փոխարենը։ Դավաճանություն։ Սուլտ։ Անհարգալից վերաբերմունք։ Եվ հիմա դուք ուզում եք, որ ես հավատամ, որ կփոխվեք։ Ինչո՞վ։ Որովհետ բռնվեցիք։ Որովհետ հետանքների։ Եք բախվում։ Այդպես չէ, բողոքեց նա։ Ես իսկապես սիրում եմ քեզ, Ելենա։ Միշտ սիրել եմ։ Պարզապես ճանապարհին շեղվեցի։ Բայց մենք կարող ենք վերադառնալ։ Մենք կարող ենք վերակառուցել։ Ռաֆայելը, ով ամեն ինչ լսում էր ավելի ու ավելի վրդովված արտահայտությամբ, չկարողացավ զսպել իրեն։ Ռոդրիգո, սա Ռաֆայելն է։ Ինձ հիշում ես։
Այն զարմիկը, ում երեք ասացիր լռել։ Ինչ ես ուզում, Ռաֆայել։ Պատասխանեց Ռոդրիգոն զայրույթով։ Պարզապես ուզում էի շնորհավորել քեզ դերակատարության համար։ Շատ համոզիչ։ Գրեթե կարելի է հավատալ, որ դու իսկապես զղջում ես, ոչ թե պարզապես հուսահատված ես, որ կորցրել ես իրավիճակի վերահսկողությունը։ Դա քո գործը չէ, շշնջաց Ռոդրիգոն։ Դա իմ գործը դարձավ այն պահին, երբ ես տեսա, թե ինչպես դու թույլ տվեցիր, որ Ելենան նվաստացվի իր սեփական տանը, պատասխանեց Ռաֆայելը։ Եվ դա բոլորիս գործը դարձավ այն պահին, երբ մենք պարզեցինք, որ դու ընտանեկան ընկերությունից գողանում ես։ Այնպես որ, այո, Ռոդրիգո, դա իմ գործն է, բոլորիս գործը այստեղ։ Ելենան ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Ռոդրիգո, լսիր։ Ես հիմա, այս պահին, ոչ մի որոշում չեմ կայացնի։ Ես հոգնած եմ, վիրավորված, դավաճանված։ Ինձ ժամանակ է պետք, ամեն ինչ մարսելու, հստակ մտածելու համար։ Դոկտոր Մարիանան այստեղ է, մենք կքննարկենք հաջորդ իրավական քայլերը։ Դուք ամեն ինչ կիմանաք նրա միջոցով։ Առայժմ մենք այլս խոսելու ոչինչ չունենք։ Ելենա, սպասիր, աղերսեց Ռոդրիգոն, բայց նա արդեն անջատել էր։ Հետաց լռությունը ծանր էր, բայց ինչ-որ կերպ ազատող։ Ելենան խոսել էր։ Սահմաններ էր դրել։ Իր դիրքն էր արտահայտել։ Եվ սենյակի բոլորը գիտեին, որ դա հիմնարար շրջադարձային կետ էր։ Մարիանան առաջինը խոսեց։ Ելենա, դուք շատ լավ հանդես եկաք։ Պահպանեցիք հանգստությունը, հստակ էիք, սահմանեցիք ձեր պայմանները։ Հիմա պետք է քննարկենք իրավական կողմը։ Ցանկանում եք բաժանման գործընթաց սկսել։ Ելենան շուրջը նայեց սենյակին, դեմքերին, որոնք աջակցում էին իրեն։ Սեբաստյանը, Ավրորան, Բեատրիսը, Ռաֆայելը, Մարիանան։ Բոլորն այնտեղ, նրա կողքին, պատրաստ պաշտպանելու նրան։ 12 տարի նա մենակ էր զգում, նույնիսկ շրջապատված մարդկանցով։ Եվ հիմա, հեգնանքով այն պահին, երբ նրա ամուսնությունը ավարտվում էր, նա վերջապես զգում էր աջակցված, տեսանելի, գնահատված։ Այո, ասաց նա ամրությամբ։ Ես ուզում եմ սկսել բաժանման գործընթացը։ Այլս ոչինչ չկա փրկելու այս ամուսնության մեջ։ Գուցե երբեք էլ չի եղել։ Մարիանան գլխով արեց, սկսեց նշումներ անել։ Շատ լավ։ Մենք պետք է կատարենք գույքի ամբողջական գույքագրում։ Առանձնատունն արդեն ձեր անունով է, ինչը հեշտացնում է ամեն ինչ։ Մենք պետք է ստուգենք բանկային հաշիվները, ներդրումները, ընկերության բաժնետոմսերը, ամեն ինչ։ Եվ դուք իրավունք ունեք զգալի թոշակի, հաշվի առնելով այն կենսամակարդակը, որը պահպանում էիք ամուսնության ընթացքում։ Ես թոշակ չեմ ուզում, ասաց Ելենան, զարմացնելով բոլորին։ Ես ոչինչ չեմ ուզում, որը ինձ կկապի նրա հետ կամ կստիպի ինձ թվում, թե ես օգտվում եմ իրավիճակից։ Ես պարզապես ուզում եմ այն, ինչ օրինականորեն իմն է։ Տունը, որն ակնհայտորեն արդեն իմ անունով է։ Եվ հնարավորություն նորից սկսելու իմ կյանքը, առանց հետ նայելու։ Ելենա, միջամտեց Սեբաստյանը, դուք շատ ավելին եք իրավունք ունեք։ Օրենքով արդարությամբ։ Պետք չէ նահատակի դեր խաղալ։ Ես նահատակի դեր չեմ խաղում, պատասխանեց Ելենան։ Ես գիտակցված ընտրություն եմ անում։ Ես ուզում եմ իմ ազատությունը, ոչ թե ֆինանսական փոխհատուցում։ Ես ուզում եմ ապացուցել ինքս ինձ բոլորին, որ կարող եմ ինքնուրույն ապրել, որ կարող եմ վերակառուցել իմ կյանքը, որ կարիք չունեմ կախված լինել ոչ մեկից։ Բեատրիսը հպարտ ժպտաց։ Սա իմ աղջիկն է։ Հաջորդող ժամերին նրանք քննարկեցին իրավական մանրամասներ, ստորագրեցին նախնական փաստաթղթեր, պլաններ կազմեցին։ Մարիանան բացատրեց, որ բաժանման գործընթացը մի քանի ամիս կտի, բայց կարող է արագացվել հաշվի առնելով, որ դավաճանության փաստաթղթավորված ապացույցներ կային։ Ռաֆայելն առաջարկեց, որ Ելենան դիտարկի վերահսկվող հարցազրույց տալու հարկված լրատվամիջոցի համար, պատմելու իր պատմության իր տարբերակը իր իսկ խոսքերով, մինչ ուրիշները դա կանեին նրա փոխարեն։ Սեբաստյանը հավաստիացրեց, որ անկախ նրանից, թե ինչ կլինի Ռոդրիգոյի հետ, Ելենան միշտ կհամարվի ընտանիքի անդամ, միշտ կունենա նրանց աջակցությունը։ Երբ հանդիպումը վերջապես ավարտվեց, բոլորը ցրվեցին ճաշելու, Ելենան բարձրացավ իր սենյակ։ Կամ ավելի ճիշտ, իր սենյակ։ Այլս ոչ թե նրանցը։ Նա շուրջը նայեց այն տարածքին, որը այդքան երկար կիսել էր Ռոդրիգոյի հետ, հասկացավ, որ այլս ոչ մի էմոցիոնալ կապ չի զգում այդ տեղի հետ։ Դա պարզապես սենյակ էր։
Գեղեցիկ, հարմարավետ, բայց դատարկ իրական իմաստից։ Նա բացեց զգեստապահարանը, սկսեց առանձնացնել Ռոդրիգոյի հագուստները իրենից։ Յուրաքանչյուր կոստյում, յուրաքանչյուր վերնաշապիկ, յուրաքանչյուր փողկապ մի հիշողություն էր ինչ-որ խնջույքի, ինչ-որ ընթրիքի, ինչ-որ իրադարձության մասին, որտեղ նա պարզապես գեղեցիկ աքսեսուար էր նրա կողքին։ Նա ամեն ինչ դրեց ճամպրուկների մեջ, խնամքով ծալեց, արդյունավետորեն փաթեթավորեց։ Ոչ թե նրա հանդեպ հարգանքից, այլ իր հանդեպ հարգանքից։ Որովհետև նա այն մարդկանցից չէր, ովքեր զայրույթի պահին ոչնչացնում էին բաները։ Նա այն մարդկանցից էր, ովքեր իրավիճակներին վերաբերվում էին արժանապատվությամբ, նույնիսկ երբ այդ իրավիճակները ցավոտ էին։ Երբ նա ավարտեց, կար 5 մեծ ճամպրուկ, լի Ռոդրիգոյի հագուստներով իրերով։ Նա զանգահարեց Ռոզանային, խնդրեց կանչել Թովմասին, վարորդին, որպեսզի ամեն ինչ տանի այն հյուրանոց, որտեղ Ռոդրիգոն էր։ Նա այլս ոչինչ չէր ուզում նրանից այնտեղ։ Չէր ուզում հիշեցումներ։ Չէր ուզում անցյալի ուրվականներ, որոնք կհալածեին իր ներկան։ Այդ գիշեր ընտանիքը միասին ճաշեց ճաշասենյակում։ Ավրորան պնդել էր անձամբ պատրաստել, ասելով, որ իրենց տնական կերակուր է պետք, ինչ-որ մխիթարող պարզ բան։ Նա պատրաստեց մի կերակուր բրնձով, լոբիով, կաղամբով, ավանդական հայկական ուտեստ, որը տունը լցրեց հաճելի բույրով։ Նստած այդ սեղանի շուրջ, ուտելով այդ պարզ ուտեստներից, խոսելով մանրուքների մասին, Ելենան առաջին անգամ երկար ժամանակ զգաց մի բան, որը նման էր խաղաղության։ Ճաշից հետո Ռաֆայելը նրան կանչեց մասնավոր զրույցի այգում։ Երկուսը քայլեցին Երանի աստղազարդ երկնքի տակ, մի երկինք, որը հազվադեպ էր եռում լուսային աղտոտվածության պատճառով, բայց որն այդ գիշեր զարմանալիորեն պարզ էր թվում։ Ինչպե՞ս եք իրականում, հարցրեց Ռաֆայելը, կանգ առնելով այգու կենտրոնում գտնվող քարե շատրվանի մոտ։ Ելենան ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Անկեղծ ասած, ես կործանված եմ։ Զգում եմ, կարծես իմ կյանքի 12 տարիներն իզուր եմ վատնել։ Զգում եմ զայրույթ, տխրություն, զղջում։ Բայց նա զգում եմ ինչ-որ նոր բան։ Մի բան, որը նախկինում չէի կարող զգալ։ Ինչ, հարցրեց նա անկեղծ հետաքրքրությամբ։ Հույս, պատասխանեց Ելենան թեթ ժպիտով։ Գիտեմ, որ տարօրինակ է թվում, հաշվի առնելով հանգամանքները։ Բայց տարիների մեջ առաջին անգամ ես զգում եմ, որ ապագա ունեմ, որը իմն է։ Ոչ թե ուրիշների կողմից պլանավորված ապագա, ոչ թե ապագա, որտեղ ես պարզապես երկրորդական դերակատար եմ մեկ ուրիշի կյանքում։ Իմ ապագան։ Իմ ընտրությունները։ Իմ կյանքը։ Ռաֆայելը ժպտաց։ Գիտեք, ես միշտ կարծել եմ, որ դուք հատուկ եք, Ելենա։ Առաջին իսկ օրվանից, երբ ես ձեզ ճանաչեցի, տարիներ առաջ, հարսանիքին։ Դուք ունեիք մի բան, որը մարդկանց մեծամասնությունը չունի։ Իսկական բարություն։ Լուր, ուժ։ Բայց այն այնքան թաքնված էր։ Բոլորի ակնկալիքների տակ, որ դժվար էր տեսնել։ Ես ուրախ եմ, որ վերջապես այն հայտնվում է։ Ելենան նայեց Ռաֆայելին, իսկապես տեսնելով նրան առաջին անգամ։ Նա պարզապես հեռավոր զարմիկը չէր, ով հազվադեպ էր հայտնվում։ Նա լավ, ազնիվ մարդ էր, ով կանգնել էր նրա կողքին, երբ ոչ ոք քաջություն չուներ։ Ինչու եք դա արել, հարցրեց նա։ Ինչու պաշտպանեցիք ինձ երեկ, երբ դժվարությամբ եք ինձ ճանաչում։ Որովհետև ճիշտ էր, պարզապես պատասխանեց նա։ Որովհետև ես տեսա, թե ինչպես է անարդարություն կատարվում, չէի կարող լռել։ Եվ գուցե ինչ-որ մակարդակում ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում անտեսանելի զգալ աղմկոտ մեծ անհատականություններով լի ընտանիքում։ Ես ապրում եմ հարավում հենց այդ պատճառով։ Որովհետև այստեղ բոլոր Մարտիրոսյանների նրանց ակնկալիքների, նրանց ավանդույթների հետ, ես միշտ խեղդված եմ զգացել։ Այնպես որ երբ տեսա, որ դուք խեղդվում եք նույն կերպ, միայն շատ ավելի վատ ձով, չկարողացա պարզապես դիտել։ Շնորհակալություն, ասաց Ելենան անկեղծորեն։ Ամեն ինչի համար։ Ինձ պաշտպանելու համար։ Մնալու համար։ Ինձ ստիպելու համար զգալ, որ մենակ չեմ սրանում։ Դուք մենակ չեք, հավաստիացրեց Ռաֆայելը։ Եվ չեք լինի։ Կարող եք ապավինել ինձ, Ելենա։ Ինչի կարիք էլ ունենաք։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, հարմարավետ լռության մեջ, պարզապես վայելելով գիշերային զեփյուռը, շատրվանի ջրի ձայնը։ Հետո միասին վերադարձան ներս, որտեղ գտան Բեատրիսին, Սեբաստյանին, Ավրորային, հյուրասենյակում թեյ խմելիս։
Ելենան նստեց Բեատրիսի կողքին, ընդունելով մի բաժակ երիցուկի թեյ, որը նրան առաջարկեց մորաքույրը։ Նրանք մի որոշ ժամանակ խոսեցին մանրուքների մասին։ Այգու մասին, որը նոր խնամքի կարիք ուներ։ Մի գրքի մասին, որը Ավրորան կարդում էր։ Ռաֆայելի պլանների մասին, շաբաթվա վերջում վերադառնալ Գյումրի։ Այնքան նորմալ էր, այնքան պարզ, այնքան մխիթարող։ Եվ հենց այնտեղ, այդ խաղաղության պահին քաոսի մեջտեղում, Ելենան վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Բայց դրանք միայն տխրության արցունքներ չէին։ Դրանք ազատագրման արցունքներ էին։ Թեթացման։ Նոր սկզբի։ Բեատրիսն ամուր գրկեց նրան, թույլ տալով, որ նա լացի այնքան, որքան անհրաժեշտ է։ Ամեն ինչ լավ է, սիրելիս։ Լացիր այն ամենը, ինչ պետք է լացել։ Որովհետև վաղը դու կարթնանաս, դա նոր օր կլինի։ Եվ հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Եվ ամեն օր մի փոքր ավելի հեշտ կլինի։ Ամեն օր դու մի փոքր ավելի ուժեղ կզգաս։ Մինչ մի օր դու կարթնանաս կհասկանաս, որ կրկին երջանիկ ես։ Ես ուզում եմ հավատալ դրան, հեծկլտաց Ելենան։ Ուրեմն հավատա, ասաց Ավրորան, գալով գրկախառնվելու։ Որովհետև մենք բոլորս հավատում ենք ձեզ։ Մենք տեսնում ենք, թե ինչի եք ունակ լինելու, Ելենա։ Եվ անհամբեր սպասում ենք, թե երբ դուք կծաղկեք։ Հաջորդող օրերին շատ բան տեղի ունեցավ։ Ընկերության պաշտոնական հայտարարությունը հրապարակվեց, աջակցության ալիք առաջացրեց Ելենայի համար քննադատություններ, Ռոդրիգոյի համար։ Արտաքին աուդիտը սկսվեց, սկզբնական թվերը հաստատեցին միջոցների շեղման կասկածները։ Ռոդրիգոն մի քանի անգամ կապ հաստատելու փորձ արեց, բայց Ելենան ամուր մնաց իր որոշմանը, հաղորդակցվել միայն փաստաբանների միջոցով։ Ջուլիա Հարությունյանը հեռացվեց ընկերությունում իր պարտականություններից այն բանից հետո, երբ հետաքննությունը բացահայտեց, որ նա խախտել էր վարքագծի քաղաքականությունը, ռոմանտիկ հարաբերություններ ունենալով Վերադասի հետ։ Մարինան, երիտասարդ օգնականը, ում հիշատակել էր Ջուլիան, տեղափոխվեց մեկ այլ բաժին, խուսափելու ցանկացած անհարմար իրավիճակից։ Ելենան տվեց այն հարցազրույցը, որը Ռաֆայելն առաջարկել էր, բայց ոչ թե դրամայի կամ սկանդալի մասին խոսելու համար։ Նա խոսեց տոկունության, դժվար պահերին ուժ գտնելու, կանանց միմյանց աջակցելու կարողության, լռության հնազանդության օրինաչափությունները խախտելու մասին։ Հարցազրույցը դիտվեց միլիոնավոր մարդկանց կողմից, բազմաթիվ աջակցող հաղորդագրություններ առաջացրեց ողջ Հայաստանի կանանցից, ովքեր նույնացնում էին իրենց նրա պատմության հետ։ 3 ամիս անց, օգոստոսի մի առոտ առավոտ, Ելենան արթնացավ մենակ իր սենյակում, որն այժմ ամբողջովին վերանորոգված էր։ Նա բեժ սպիտակ դեկորացիան փոխարինել էր կապույտի ջրային կանաչի երանգներով, որոնք միշտ սիրել էր, բայց երբեք քաջություն չէր ունեցել օգտագործելու։ Վարագույրներն ավելի թեթ էին, թույլ տալով ավելի շատ արի լույս ներս մտնել։ Ամենուր բույսեր կային, կյանք գույն հաղորդելով տարածքին։ Եվ մահճակալի դիմացի պատին նա կախել էր մի մեծ նկար, կնոջ թիկունքից, որը նայում էր հորիզոնին, պատրաստ առաջ շարժվելու։ Նա վեր կացավ, նախաճաշեց այգում, պլանշետում էլեկտրոնային նամակներ կարդալիս։ Կային մի քանի հաղորդագրություններ ՀԿ-ներից, որոնք աշխատում էին ընտանեկան էմոցիոնալ բռնության մեջ գտնվող կանանց աջակցելու համար, խնդրելով նրան դառնալ խոսնակ կամ համագործակից։ Ելենան սկսել էր լրջորեն դիտարկել իր փորձն ու հանրային լուսաբանումն օգտագործելու հնարավորությունը, օգնելու այլ կանանց, ովքեր նման իրավիճակներում էին։ Բեատրիսը հայտնվեց այգում, ավելի շատ սուրճ բերելով։ Լավ քնեցի՞ք։ Ինչպես հրեշտակ, պատասխանեց Ելենան անկեղծ ժպիտով։ Երազումս ճանապարհորդում էի։ Նոր վայրեր էի տեսնում։ Ազատ էի։ Ուրեմն գուցե ժամանակն է այդ երազանքը իրականություն դարձնելու, առաջարկեց Բեատրիսը։ Երբ եք վերջին անգամ իսկական արձակուրդ վերցրել։ Արձակուրդ, որտեղ դուք արեցիք այն, ինչ ուզում էիք, գնացիք այնտեղ, ուր ուզում էիք, առանց ուրիշի պլանները կամ նախասիրությունները հաշվի առնելու։ Ելենան մտածեց, հասկացավ, որ չէր կարողանում հիշել։ Երբեք, խոստովանեց նա ծիծաղելով։ Ուրեմն որոշված է, հայտարարեց Բեատրիսը։ Մենք ճանապարհորդություն կպլանավորենք։ Դուք ես։ Գուցե Ռաֆայելն էլ ուզենա գալ։ Մենք կգնանք մի գեղեցիկ, հանգիստ տեղ, որտեղ դուք վերջապես կկարողանաք շունչ քաշել բացահայտել, թե ով է Ելենան, երբ նրան չեն սահմանում այն դերով, որը նա խաղում է ուրիշների կյանքում։ Գաղափարը Ելենային լցրեց այնպիսի ոգորությամբ, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Այո, ասաց նա։ Մենք դա կանենք։
Իսկապես կանենք։ Եվ այսպես նստած այդ արոտ այգում, սուրճ խմելով մորաքրոջ հետ, ով դարձել էր նրա ամենամեծ դաշնակիցը, պլանավորելով ճանապարհորդություններ նոր սկիզբներ, Ելենան վերջապես հասկացավ մի հիմնարար բան. այդ սարսափելի գիշերը, այդ հրապարակային նվաստացումը, անտանելի ցավի այդ պահը նրա պատմության վերջը չէր։ Դա պարզապես մի գլխի ավարտն էր։ Մի գլխի, որը պետք է ավարտվեր, որպեսզի նորը կարողանար սկսվել։ Նա կորցրել էր ամուսնությունը, բայց գտել էր իրեն։ Նրան դավաճանել էր այն մարդը, ով երդվել էր սիրել նրան, բայց նրան պաշտպանել էին այն մարդիկ, ովքեր իսկապես հոգ էին տանում։ Նա հրապարակայնորեն նվաստացվել էր, բայց վեր էր կացել այնպիսի արժանապատվությամբ, որը ոգեշնչել էր հազարավոր այլ կանանց անել նույնը։ Եվ հիմա, բաժանման գործընթացի ընթացքով, ընտանիքի անվերապահ աջակցությամբ, ամեն օր ծագող նոր հնարավորություններով մի ազատությամբ, որը նա երբեք չէր զգացել նախկինում, Ելենան վերջապես պատրաստ էր գրել իր սեփական պատմության հաջորդ գլուխները։ Իրեն փոխարենը, նա դրանք վերածեց ուժի։ Նա նորից սկսեց վստահել իրեն, գնահատել իր ինտուիցիան, սահմանել առողջ սահմաններ։ Եվ երբ Միքայելը հարցնում էր, ինչպես բոլոր երեխաները ի վերջո հարցնում են, թե ինչու մայրիկն ու հայրիկը միասին չեն ապրում, նա պատասխանում էր տարիքին համապատասխան ազնվությամբ։ Երբեմն, բացատրում էր նա, մարդիկ տարբեր ուղղություններով են աճում։ Եվ դա նորմալ է։ Կարևորն այն է, որ թե մայրիկը, թե հայրիկը քեզ շատ են սիրում։ Եվ մենք միշտ կսիրենք քեզ, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Մի հանգիստ գիշեր, երբ Միքայելը 4 տարեկան էր, քնած էր իր փոքրիկ սենյակում, Մարիամը նստեց պատշգամբում, մի բաժակ թեյով նայեց Երանի վերի աստղերին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ անցել էր, բոլոր արցունքների մասին, այն բոլոր պահերի մասին, երբ կարծում էր, որ չի կարողանա շարունակել։ Եվ հետո նա մտածեց Միքայելի մասին, նրա ժպիտի, նրա ծիծաղի, այն մասին, թե ինչպես էր նա վազում իր գրկին, երբ նա տուն էր գալիս։ Եվ նա հասկացավ մի հիմնարար բան. նա հաղթել էր։ Ոչ թե այն պատճառով, որ Հակոբը փոխվել էր, թե դա լավ էր Միքայելի համար։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորը որոշել էր իր օգտին, թե դա էական էր։ Նա հաղթել էր, որովհետև գոյատել էր։ Վերակառուցվել էր։ Գտել էր ուժ այնտեղ, որտեղ կարծում էր, որ միայն ավերակներ կային։ Նա բաժակը բարձրացրեց դեպի երկինք, լուռ կենաց ասելով իրեն, բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են անտեսանելի մարտերում, բոլոր նրանց, ովքեր ընտրում են նորից սկսել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Եվ շշնջաց գիշերին. մենք հաջողեցինք, Միքայել։ Եվ մենք կշարունակենք հաջողել։ Միշտ։ Որովհետև դու արժանի ես լավագույնին։ Եվ ես միշտ կտամ իմ լավագույնը քեզ համար։ Աստղերը փայլեցին ի պատասխան, լուռ վկաներ մի խոստման, որը Մարիամը գիտեր, որ միշտ կպահի։ Եվ կողքի սենյակում Միքայելը հանգիստ քնում էր, պաշտպանված ամենաուժեղ սիրով, որը գոյություն ունի։ Մի մոր սերով, ով երբեք չհանձնվեց։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Հակոբի պատմությունը դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք Մարիամի հաղթահարման ճանապարհով, այն ուժով, որ նա գտավ իր որդի Միքայելին պաշտպանելու համար, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա նրա քաջությունն էր դատարանում։ Այն վերափոխումը, որ նա ապրեց։ Թե հույսը, որ հնարավոր է նորից սկսել նույնիսկ այդքան ցավից հետո։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախոր կողմերը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում արժանապատվությունն ու սերը կարող են հաղթել։ Իրական կանանց տղամարդկանց պատմություններ, ովքեր բախվում են աներակայելի մարտահրավերների, իրենց ներսում գտնում են շարունակելու ուժը։ Բաց մի թողեք մեր հաջորդ դրվագը, որտեղ մենք կբերենք մեկ պատմություն, որը կդիպչի ձեր հոգուն։ Մենք ձեզ սպասում ենք այստեղ, միշտ կարևոր պատմություններով, որոնք փոխում են, պատմություններ, որոնք մնում են ձեզ հետ դրանք լսելուց շատ հետո։ Մինչ հաջորդ անգամ, շնորհակալություն այս հուզիչ ճանապարհորդության մեզ ուղեկցելու համար։ Պակասը։